Նա կարծում էր, թե մայրն ապահով է, լավ խնամված իր հարսի ընտանիքի կողմից։ Բայց հարանուհուց ստացված մի զանգ փոխում է ամեն ինչ։ Ներխուժելով տուն, նա գտնում է մորը փակված մի կեղտոտ խորհրդանոցում։ Այդ պահից նա երդվում է։ Այլս երբեք չի դավաճանի նրան, ով իրեն կյանք է տվել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Երանը միշտ եղել է չքնող քաղաք, բայց Ռուբեն Անդրանիկյանի համար վերջին 10 տարիներն անցել էին որպես հանդիպումների, պայմանագրերի ռազմավարական որոշումների մի մոխրագույն մշուշ։ Նա զրոյից կայսրություն էր կառուցել, հորից ժառանգած փոքրիկ շինարարական ընկերությունը վերածելով երկրի խոշորագույն անշարժ գույքի կոնգլոմերատներից մեկի։ Երանյան երկինքը պատռող հայելապատ աշտարակները կրում էին նրա ստորագրությունը։ Արթրի կենտրոններ, շքեղ համալիրներ, նախագծեր, որոնք փոխում էին ամբողջ թաղամասերի դեմքը։ Ռուբեն Անդրանիկյանը մի անուն էր, որը հայտնվում էր բիզնես ամսագրերում, որը հարգանքով շշնջում էին տնօրենների խորհրդի սենյակներում, որը հիացմունք ու նախանձ էր ներշնչում հավասար չափաբաժիններով։ Բայց այդ 62-ամյա տղամարդու հետում, ով անթերի էր իր իտալական կոստյումներով, միշտ ուներ մարտահրավերի առաջ երբեք չնահանջողի ամուր կեց։ Վացք, կար մի դատարկություն, որը ոչ մի միլիոնանոց պայմանագիր չէր կարող լրացնել։ Ռուբենի կյանքը նշանավորված էր արտաքին նվաճումներով, ներքին կորուստներով։ Նա 15 տարի առաջ կորցրել էր իր որդուն, Արմենին, այնպիսի հանգամանքներում, որոնք նախընտրում էր չվերհիշել։ Երիտասարդը ընդամենը 28 տարեկան էր, երբ հեռացավ, թողնելով երիտասարդ կնոջը Սոնային, մի անդունդ, որը երբեք չէր լցվելու հոր սրտում։ Այդ ժամանակվանից Ռուբենը հեռացել էր գրեթե ամեն ինչից, որը թվեր ու աղյուսակներ չէր պարունակում։ Որդու հեռանալուց հետո 2 անգամ ամուսնացել էր, բայց հարաբերություններից ոչ մեկը 3 տարուց ավելի չէր տել։ Կանայք բողոքում էին նրա սառնությունից, զգացմունքորեն տրվելու անկարողությունից, նրանից, թե ինչպես էր նա միշտ հեռու թվում, նույնիսկ երբ ֆիզիկապես ներկա էր։ Եվ գուցե նրանք իրավացի էին։ Ռուբենը սովորել էր պաշտպանել իր սիրտը, այն 7 կողպեքի տակ փակելով, իրեն չափազանց զբաղված պահելով զգալու համար։ Միակ մարդը, ով դեռ կարողանում էր անցնել այդ պատնեշի միջով, տիկին Գոհարն էր, նրա մայրը։ Մի կին, ով արդեն անցել էր 80-ը, փխրուն ու նուրբ, ինչպես ճենապակյա տիկնիկ, բայց ներքին ուժով, որը միշտ տպավորել էր որդուն։ Գոհարը ամբողջ կյանքում դերձակուհի էր եղել, Ռուբենին ու Արմենին գրեթե միայնակ էր մեծացրել այն բանից հետո, երբ ամուսինը լքել էր նրանց, երբ տղաները դեռ փոքր էին։ Նա կարում էր մինչ ուշ գիշեր, պատվերներ էր ընդունում հանգստյան օրերին, լրացուցիչ արդյունք էր անում, որպեսզի երաշխավորեր, որ իր որդիները սովորեն լավ դպրոցներում երբեք կարիքի մեջ չլինեն։ Երբ Ռուբենը սկսեց հաջողության հասնել բիզնեսում, առաջին բանը, որ արեց, մոր համար լայնարձակ ու հարմարավետ տուն գնելն էր։ Հետո եկավ վարորդով մեքենան, մասնավոր առողջության ապահովագրությունը, առատաձեռն ամսական գումարը։ Նա ուզում էր, որ մայրն ապրի այն բոլոր հարմարություններով, որոնք երբեք չէր ունեցել երիտասարդության տարիներին։ Բայց Գոհարը միշտ համառ ու անկախ էր եղել։ Հրաժարվում էր որդու հետ ապրելուց, ասում էր, որ իր սեփական առօրյայի, իր ազատության կարիքն ունի։ Ռուբենը հարգում էր դա, թե լիովին չէր հասկանում։ Երբ Արմենը հեռացավ, հենց Գոհարն էր, որ Ռուբենին պահեց ամենամութ պահերին։ Նա էր, որ թույլ չտվեց, որ նա լիովին փլուզվի, որ ստիպեց նրան խոստանալ, որ առաջ կշարժվի, որ ցավը կվերածի նպատակի։ Եվ Ռուբենը կատարել էր այդ խոստումը, գլխովին սուզվելով բիզնեսի մեջ, կառուցելով ավելի ու ավելի բարձր աշտարակներ, կարծես դրանցով կարողանար հասնել այն երկնքին, որտեղ հիմա իր որդին էր։ Սոնան, Արմենի այրին, միշտ կապ էր պահպանում ընտանիքի հետ։ Նա 30-ն անց մի կին էր, համեստ գեղեցկությամբ, զուսպ պահվածքով։ Արմենի հեռանալուց հետո Սոնան դժվար ժամանակներ էր ապրել։ Երանում մոտ հարազատներ չուներ, Լոռու մարզից էր եկել երիտասարդ տարիքում, Արմենին ծանոթացել էր ընդհանուր ընկերների խնջույքի ժամանակ, արագ սիրահարվել։ Ամուսնությունը հասարակ էր, բայց երջանիկ։ Երբ այրացավ, Սոնան իրեն կորցրած զգաց, առանց ուղղության։ Ռուբենը միշտ իրեն պատասխանատու էր զգում նրա համար։ Ի վերջո, նա այն կինն էր, ում իր որդին սիրել էր։ Այսպիսով, երբ Սոնան առաջարկեց, որ կարող է խնամել տիկին Գոհարին, Ռուբենը դա տեսավ որպես կատարյալ լուծում։ Մայրը գնալով ավելի փխրուն էր դառնում, մշտ ական ընկերակցության կարիք ուներ, իսկ ինքը անընդհատ գործուղումների մեջ էր, հազվադեպ էր կարողանում այցելել նրան այն հաճախականությամբ, որքան կցանկանար։
Սոնան իր հերթին նպատակի կյանքը վերակառուցելու միջոցի կարիք ուներ։ Համաձայնությունը կայացվեց մոտ 5 տարի առաջ։ Սոնան տեղափոխվեց տիկին Գոհարի տուն, ստանձնելով խնամողի դերը։ Ռուբենը ամեն ամիս առատաձեռն գումար պետք է փոխանցեր, որն ավելի քան բավարար էր տան բոլոր ծախսերը, դեղերը, հատուկ սնունդը, ֆիզիոթերապիան ծածկելու համար, ինչպես նա արդար աշխատավարձ Սոնայի աշխատանքի համար։ Սկզբում ամեն ինչ թվում էր կատարյալ։ Ռուբենը ամեն շաբաթ զանգում էր մոր հետ խոսելու, Գոհարը միշտ ասում էր, որ լավ է, որ Սոնան ոսկի աղջիկ է, ուշադիր ու հոգատար։ Ժամանակի ընթացքում Ռուբենի այցելությունները նոսրացան։ Ոչ թե սիրո պակասից, այլ իր խելահեղ առօրյայի պատճառով։ 3-4 ամիս անցնում էր առանց նրա անձամբ այնտեղ գնալու։ Բայց փողը երբեք չէր պակասում։ Ամեն ամիս, կրոնական ճշտապահությամբ, փոխանցումն արվում էր։ Ռուբենը ամեն ինչ հաշվարկում էր, օրգանական սնունդ, վիտամինա, հին հավելումներ, մասնավոր բժշկական խորհրդատվություններ, վերջին սերնդի դեղամիջոցներ, շաբաթական 3 անգամ ֆիզիոթերապիա, ինչպես նա առատաձեռն գումար փոքր շքեղությունների զբոսանքների համար։ Դա կազմում էր ամսական գրեթե 1 միլիոն դրամ, մի հարստություն հայկական ընտանիքների մեծամասնության չափանիշներով։ Ռուբենը հավատում էր, որ ճիշտ է վարվում։ Հավատում էր, որ ապահովելով մոր նյութական հարմարավետությունը, նա հարգում է որդու հիշատակը կատարում իր նվիրված որդու դերը։ Հեռախոսազանգերը միշտ կարճ էին, բայց հանգստացնող։ Գոհարն ասում էր, որ լավ է սնվում, որ Սոնան նրան արի տակ է տանում բակում։ Մոր ձայնը ամեն անգամ մի փոքր ավելի թույլ էր թվում, բայց Ռուբենը դա վերագրում էր բնական ծերությանը։ 2 տարի առաջ Սոնան ծանոթացավ Մարատ անունով մի տղամարդու հետ։ Նա զանգեց Ռուբենին, լարված, թույլտվություն խնդրելով նրան ներկայացնելու։ Ռուբենը միշտ պրագմատիկ ասաց, որ նա լիովին իրավունք ունի վերսկսելու իր կյանքը, որ իր հավանության կարիքը չունի։ Մարատը, ըստ Սոնայի, ինքնազբաղ վաճառող էր, աշխատասեր ու զնիվ։ Շուտով նրանք ամուսնացան համեստ արարողությամբ։ Սոնան Ռուբենին հավաստիացրեց, որ ոչինչ չի փոխվի, որ կշարունակի խնամել տիկին Գոհարին նույն քնքշությամբ, ինչպես միշտ։ Եվ կյանքը շարունակվեց։ Ռուբենը շարունակեց կառուցել իր կայսրությունը, ճանապարհորդելով Դուբայ, Նյու Յորք, Լոնդոն, կնքելով միլիոնավոր դոլարների պայմանագրեր, ընդլայնելով բիզնեսը։ Մորը ուղված զանգերը շարունակում էին լինել նոսր, բայց կանոնավոր։ Նա միշտ հարցնում էր, թե արդյոք նա ինչ-որ բանի կարիք ունի, թե արդյոք փողը ճիշտ ժամանակին է հասնում, թե արդյոք ցավեր ունի։ Գոհարը միշտ ասում էր, ոչ, ամեն ինչ լավ է, պետք չէ անհանգստանալ։ Բայց նրա ձայնի մեջ կար մի բան, որ Ռուբենը չէր կարողանում բացահայտել։ Մի նուրբ տատանում, ավելի ցածր տոն, գրեթե շշուկ։ Նա դա վերագրում էր տարիքին, 8 տասնամյակից ավելի ապրած մարդու բնական թուլությանը։ Երբեք մտքովը չէր անցել, որ դա կարող է վախ լինել։ Ռուբենի կյանքը երանում լարված էր։ Նրա բնակարանը Մաշտոցի պողոտայում իր հաջողության արտացոլումն էր։ 18-րդ հարկ համայնապատկերային տեսարան դեպի քաղաքը, հայտնի ճարտարապետի կողմից մշակված մինիմալիստական դիզայն, արվեստի գործեր պատերին։ Բայց նա այնտեղ քիչ ժամանակ էր անցկացնում։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, գնում մարզասրահ, հետո ուղիղ գնում կենտրոնում գտնվող իր գրասենյակ, որտեղ մնում էր մինչ ուշ գիշեր։ Հանգստյան օրերը նախատեսված էին գործնական ընթրիքների, կորպորատիվ միջոցառումների, Երանի գոլֆի ակումբում մի քանի ժամ գոլֆ խաղալու համար։ Նա ուներ իրավասու գործադիրների թիմ, որոնք զբաղվում էին ընկերությունների ամենօրյա գործունեությամբ, բայց Ռուբենը միշտ պնդում էր, որ տեղյակ լինի յուրաքանչյուր կարևոր որոշումից։ Նա վերահսկող էր, մանրուքների նկատմամբ ուշադիր, կատարելապաշտ։ Նրա աշխատակիցները հարգում էին նրան, բայց քչերն էին կարողանում իսկապես մտերմանալ նրա հետ։ Ռուբենը բոլորին պահում էր մասնագիտական հեռավորության վրա, խուսափում էր անձնական խոսակցություններից, չէր խրախուսում մտերմությունը։ Մարինեն, նրա գործադիր օգնականը գրեթե 10 տարի, այն քչերից էր, ով երբեմն համարձակվում էր ճեղքել այդ պատնեշը։ Նա 40-ն անց էր, չափազանց արդյունավետ ուներ տպավորիչ ինտուիցիա, կանխատեսելու իր ղեկավարի կարիքները։ Երբեմն Մարինեն նշում էր, որ Ռուբենը պետք է արձակուրդ վերցնի, ավելի հաճախ այցելի մորը, ուշադրություն դարձնի անձնական կյանքին։ Նա միշտ քաղաքավարի ժպտում էր փոխում թեման։ Դա տեղի ունեցավ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին, երբ Ռուբենը վերանայում էր Երանի արմտյան հատվածում նոր շինարարության նախագիծը, երբ նրա բջջայինը զանգեց։ Դա անծանոթ համար էր, Երանի քաղաքային կոդով։
Նա սովորաբար չէր պատասխանում անծանոթ համարներից եկող զանգերին, բայց ինչ-որ բան ստիպեց նրան այդ անգամ պատասխանել։ Գուցե նախազգացում, գուցե պարզապես ճարտարապետական գծագրերին ժամերով նայելու ձանձրույթը։ Մյուս կողմում ձայնը դողում էր, լի մի այնպիսի հրատապությամբ, որը ստիպեց Ռուբենին ուղղվել աթոռին։ Դա տարեց կին էր, որը ներկայացավ որպես Անահիտ, տիկին Գոհարի հարանուհին։ Ռուբենը աղոտ կերպով ճանաչում էր այդ անունը։ Մայրը մի քանի անգամ հիշատակել էր կողքի տանը բնակվող բարի հարանուհու մասին։ Այն, ինչ Անահիտն ասաց Հաջո ռդ բառերով, ստիպեց Ռուբենի արյունը սառչել։ Նա խոսում էր ցածր, գրեթե շշուկով, կարծես վախենում էր, որ իրեն կլսեն։ Ասաց, որ ամիսներ շարունակ տարօրինակ բաներ է նկատում կողքի տանը։ Որ այլս չի տեսնում տիկին Գոհարին պատշգամբում նստած, ինչպես սովորաբար լինում էր։ Որ տարօրինակ ձայներ է լսում տան հետնամասից, խեղդված տնքոցներ, որոնք կարծես տառապող մարդու ձայներ լինեին։ Որ Սոնան ու նրա ամուսինը տարօրինակ ժամերի են դուրս գալիս ու վերադառնում, միշտ լիքը տոպրակներով, մինչդեռ տունը գնալով ավելի լքված տեսք էր ստանում։ Անահիտը պատմեց, որ մի քանի անգամ փորձել է խոսել Սոնայի հետ, հարցնելով տիկին Գոհարի մասին, բայց միշտ խուսափողական պատասխաններ է ստացել։ Նա հանգստանում է։ Նա այցելուներ չի ուզում։ Այսօր իրեն լավ չի զգում։ Պատճառաբանությունները տարբեր էին, բայց արդյունքը միշտ նույնն էր։ Տարեց կինը երբեք չէր երում։ Վերջին կաթիլը, ասաց Անահիտը խեղդված ձայնով, այն էր, երբ նախորդ գիշեր նա հստակ լսեց լացի ձայն։ Ցածր, հուսահատ լաց, որը գալիս էր տան հետնամասից։ Նա ամբողջ գիշեր արթուն էր մնացել, ներքուստ տատանվելով զանգել ոստիկանություն, թե նախ փորձել կապ հաստատել ընտանիքի հետ։ Որոշել էր երկրորդ տարբերակը։ Ռուբենը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Նրա առաջին արձագանքը ժխտումն էր։ Չէր կարող ճիշտ լինել։ Նա ամեն ամիս գումար էր ուղարկում, առատաձեռն գումարներ։ Սոնան միշտ այնքան օգտակար էր եղել, այնքան նվիրված։ Ինչպես կարող էր ինչ-որ սխալ բան լինել առանց իր իմացության։ Բայց Անահիտի ձայնը պատմություններ հորինողի ձայն չէր։ Դա իսկապես անհանգստացած, նույնիսկ սարսափած մարդու ձայն էր։ Նա շնորհակալություն հայտնեց զանգի համար, խնդրեց ճշգրիտ հասցեն, խոստացավ, որ անմիջապես կգնա այնտեղ։ Անջատեց հեռախոսը, մի քանի րոպե նստեց, փորձելով ընկալել այն, ինչ հենց նոր լսել էր։ Արդյոք չափազանցնում էր։ Արդյոք հարանուհին պարզապես միայնակ մարդ էր, որը խնդիրներ էր տեսնում այնտեղ, որտեղ դրանք չկային։ Բայց եթե դա ճիշտ լիներ։ Եթե իր մայրը տառապում էր, մինչ ինքը միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքում քաղաքի մյուս ծայրում։ Ռուբենը չեղարկեց օրվա բոլոր հանդիպումները, մի բան, որ երբեք առաջ չէր արել։ Մարինեն զարմացավ, երբ նա շտապ դուրս եկավ գրասենյակից, ասելով միայն, որ ընտանեկան արտակարգ իրավիճակ ունի։ Նա նստեց մեքենան, Ս Մերսեդես, որն անձամբ էր վարում, երբ պաշտոնական հանդիպումների չէր, հասցեն մուտքագրեց գպսում։ Տունը գտնվում էր Երանի հյուսիսային մասում, արաբկիր թաղամասում։ Ռուբենը, իհարկե, գիտեր հասցեն, ի վերջո ինքն էր այդ տունը գնել մոր համար տարիներ առաջ։ Բայց 2 տարուց ավելի էր, ինչ անձամբ այնտեղ չէր եղել։ Միշտ պատճառաբանություններ էր գտնում։ Շատ զբաղված էր, ուղղություններ ուներ նախատեսված, տիկին Գոհարը լավ էր ըստ Սոնայի, ուստի հրատապություն չկար։ Մինչ Երանի խցանված փողոցներով վարում էր, Ռուբենը կրծքում աճող տագնապ էր զգում։ Իսկ եթե ձախողել էր։ Իսկ եթե նյութական կայսրություն կառուցելու իր մոլուցքի մեջ անտեսել էր միակ մարդուն, ով իսկապես կարոր էր։ Հարանուհու խոսքերը մուրճի պես արձագանքում էին նրա մտքում։ Տնքոցներ։ Լաց։ Մեկուսացում։ Ինչպես նա առաջ չէր նկատել։ Խցանումն այդ օրը հատկապես ծանր էր։ Այն, ինչ սովորաբար կտեր 40 րոպե, ի վերջո տեց գրեթե 2 ժամ։ Ռուբենը նյարդայնացած թխկթխկացնում էր մատները ղեկին, գոտիներ էր փոխում, ազդանշան տալիս ավելի դանդաղ վարորդներին, զգալով, թե ինչպես են անհամբերությունն ու վախը հավասարապես աճում։ Նա 3 անգամ զանգեց Սոնայի հեռախոսին, բայց բոլոր զանգերը գնացին ուղիղ ձայնային փոստ։ Փորձեց տան քաղաքային հեռախոսը, բայց ոչ ոք չպատասխանեց։ Վերջապես, այն բանից հետո, ինչը թվաց մի հավերժություն, Ռուբենը հասավ թաղամաս։ Արաբկիրը Երանի հին թաղամասերից էր, 70-ականների 80-ական։ Ների ցածրահարկ տներով ու առանձնատներով, ծառաշատ փողոցներով, ֆինանսական կենտրոնից ավելի դանդաղ ռիթմով։
Տունը, որը նա գնել էր մոր համար, գտնվում էր մի հանգիստ փողոցում, պարզ կառույց էր, բայց լավ պահպանված, կամ գոնե նա այդպես էր կարծում։ Երբ Ռուբենը կայանեց դարպասի դիմաց, սիրտը սկսեց արագ բաբախել։ Տունը, որը նա գիտեր, բաց դեղին ներկված, սպիտակ պատուհաններով խնամված այգով, այժմ այլ տեսք ուներ։ Ներկը թափված էր, այգին բարձր խոտով էր պատված, ժանգոտած դարպասը ճռճռում էր քամուց։ Լքվածության զգացում կար, որը շոշափելի էր նույնիսկ դրսից։ Ռուբենը դանդաղ իջավ մեքենայից, կարծես ջրի միջով շարժվելիս լիներ։ Դեպի դարպասը յուրաքանչյուր քայլը կարծես գերմարտկային ջանք էր պահանջում։ Նա հրեց դարպասը, որը տեղի տվեց մետաղական ճռնչյունով, որը ստիպեց ծառերի վրայի թռչուններին վախեցած թռչել։ Մայթը ճաքճքած էր, քարերի արանքից մոլախոտեր էին բուսնել։ Արջի պատուհանները փակ վարագույրներ ունեին, խանգարելով ներսը տեսնելուն։ Ռուբենը սեղմեց զանգի կոճակը, բայց ձայն չեղավ։ Ակնհայտորեն, այն փչացած էր։ Նա թակեց դուռը, երեք ուժեղ հարված, որոնք արձագանքեցին լուռ փողոցում։ Սպասեց։ Ոչինչ։ Նորից թակեց, այս անգամ ավելի ուժեղ, կանչելով Սոնայի անունը։ Ներսում շարժում լսվեց, արագ քայլեր, խեղդված շշուկներ։ Դուռը մասամբ բացվեց, պահվելով անվտանգության շղթայով։ Ճեղքում հայտնվեց Սոնան, Ռուբենը քիչ մնաց չճանաչեր նրան։ Կինը, ում նա հիշում էր որպես նուրբ միշտ խնամված, այժմ անփույթ տեսք ուներ։ Մազերը խառնված էին, հագուստը, ճմրթված, աչքերի տակ խորս շրջանակներ կային։ Բայց այն, ինչ ամենաշատը գրավեց Ռուբենի ուշադրությունը, նրա արտահայտությունն էր, զարմանքի մի բանի խառնուրդ, որը շատ նման էր մեղքի զգացումի։ Սոնա, ասաց Ռուբենը, նրա ձայնն ավելի ամուր հնչեց, քան նա ներքուստ զգում էր։ Ես պետք է տեսնեմ մորս։ Հիմա։ Սոնան տատանվեց, աչքերը խուսափում էին նրա ուղիղ հայացքից։ Նա ինչ-որ բան մրմնջաց այն մասին, որ տիկին Գոհարը հանգստանում է, որ լավ պահ չէ, որ նա պետք է զգուշացներ, որ գալիս է։ Ռուբենը զգաց, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ։ Նա պետք չէր զգուշացներ սեփական մորն այցելելու համար։ Նա թույլտվության կարիք չուներ մտնելով։ Ու այն տունը, որի համար ինքն էր վճարում։ Հանիր այդ շղթան ու բացիր դուռը, Սոնա, ասաց նա, նրա ձայնը ցածր էր, բայց լի մի հեղինակությամբ, որը մերժում չէր ընդունում։ Հիմա։ Սոնան կարծես հասկացավ, որ խուսափելու ճար չկա։ Դողացող մատներով նա հանեց շղթան, բացեց դուռը։ Ռուբենը ներս մտավ, այն, ինչ տեսավ, ցնցեց նրան։ Հյուրասենյակը, որը նա հիշում էր որպես պարզ, բայց մաքուր հարմարավետ, այժմ լիակատար անկարգության մեջ էր։ Բազմոցի վրա հագուստի կույտեր կային, անկյուններում տուփեր, մի հսկայական ժամանակակից հեռուստացույց, որը հաստատ առաջ այնտեղ չէր, բայց դրա շուրջ ամեն ինչ կեղտոտ ու լքված էր թվում։ Տնից եկող հոտը անհանգստացնող էր։ Բորբոսի, հին սննդի մի ուրիշ բանի խառնուրդ, որը Ռուբենը չէր կարողանում բացահայտել, բայց որը ստիպում էր նրա ստամոքսը խառնվել։ Պատերը, որոնք առաջ սպիտակ էին, այժմ բծավոր էին, առաստաղին ճաքեր կային, իսկ կերամիկական հատակը ծածկված էր կուտակված կեղտով։ Որտե՞ղ է մայրս, Սոնա, հարցրեց Ռուբենը, շուրջը նայելով։ Սոնան նյարդայնացած տեղում դոփեց։ Նա հետնամասում է, հանգստանում։ Վերջերս իրեն լավ չի զգում։ Շատ շփոթված է, գիտեք, թե ինչպես է լինում։ Ռուբենը ոչ մի բառի չհավատաց։ Նա սկսեց քայլել տնով մեկ, անտեսելով Սոնայի թույլ բողոքները։ Անցավ խոհանոցով, որն ավելի վատ վիճակում էր, քան հյուրասենյակը։ Լվացարանը լիքն էր կեղտոտ սպասքով, սեղանի վրա սննդի մնացորդներ կային, հատակը կպչուն էր։ Ռուբենը զգաց, որ սրտխառնոցն ուժեղանում է։ Հենց այդ պահին նա լսեց ցածր, գրեթե աննկատ ձայն, որը գալիս էր տան հետնամասից։ Մի տնքոց։ Դա քնած կամ հանգստացող մարդու ձայն չէր։ Դա տառապող, առանց բառերի օգնություն խնդրող մարդու ձայն էր։ Ռուբենը վազեց ձայնի ուղղությամբ, անցնելով նեղ միջանցքով։ Սոնան նրա հետից գոռաց, խնդրելով կանգնել, չգնալ այնտեղ, բայց նա լիովին անտեսեց նրան։ Հասավ մի դռան, որը տանում էր դեպի բակ, կտրուկ բացեց այն։ Բակը նույնքան լքված էր, որքան տան մնացած մասը։ Այն, ինչ առաջ փոքրիկ այգի էր, այժմ պարզապես չոր հող ու ցրված աղբեր։ Եվ հետում կար մի խորհրդանոց։ Քարե փոքրիկ կառույց, որը Ռուբենը աղոտ հիշում էր որպես գործիքների այգեգործական պարագաների հին պահեստ։ Խորհրդանոցի
Դռան վրա կողպեկ կար։ Նոր, փայլուն կողպեկ, որը լիովին անտեղի էր ընդհանուր քայքայման մեջ։ Ռուբենը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում ողնաշարով։ Ինչու այնտեղ կողպեկ պետք է լիներ։ Ձայնը գալիս էր այդ խորհրդանոցի ներսից։ Նա շրջվեց դեպի Սոնան, ով կանգնել էր մի քանի մետր հետում, գերեզմանի պես գունատ։ Բացի սա, հրամայեց նա, մատնացույց անելով կողպեքը։ Ռուբեն, փորձեց նա, ձայնը դողում էր։ Դուք չեք հասկանում, նա շատ դժվար է, անհանգիստ է լինում, բժիշկն ասաց, որ ավելի լավ է, որ նա հանգիստ տեղում մնա։ Բժիշկ։ Ինչ բժիշկ, մտածեց Ռուբենը։ Նա վերջերս ոչ մի խորհրդատվություն չէր թույլատրել, ոչ մի զեկույց չէր ստացել։ Բացիր հիմա, Սոնա, թե չէ այս դուռը կջարդեմ։ Սոնան հասկացավ, որ ընտրություն չունի։ Դողացող ձեռքերով գրպանից բանալի հանեց մոտեցավ։ Բացեց կողպեքը, որը մետաղական ձայնով ընկավ գետնին։ Ռուբենը չսպասեց։ Հրեց դուռը, այն ծանր բացվեց։ Ներսից դուրս եկող հոտը սրտխառնոց էր առաջացնում։ Միզի, բորբոսի, քայքայման սուր հոտ։ Ռուբենը զգաց, որ արցունքներն ակնթարթորեն հայտնվեցին աչքերին, հոտից, նրա։ Նից, ինչ տեսավ իր առջ։ Խորհրդանոցը փոքր էր, ոչ ավելի, քան 3-3-ի վրա։ Պատուհանները փակված էին մեխած տախտակներով, խանգարելով բնական լույսի մուտքը։ Առաստաղից կախված էր միայն մի թույլ լամպ, որը սարսափելի ստվերներ էր ստեղծում բծավոր պատերին։ Հատակը սառը խոնավ ցեմենտից էր։ Եվ այնտեղ մի անկյունում կծկված, բարակ ու կեղտոտ ներքնակի վրա, տիկին Գոհարն էր։ Ռուբենը չկարողացավ զսպել ճիչը, որը պոկվեց նրա կոկորդից։ Այդ կմախքանման դողացող կերպարանքը չէր թվում իր մայրը։ Սպիտակ մազերը լիովին խառնված ու կեղտոտ էին, գունատ, գրեթե թափանցիկ մաշկը ձգված էր դուրս ցցված ոսկորների վրա, աչքերը խորն ընկած ու ապակե։ Նա հագել էր պատառոտված ու կեղտոտ գիշերազգեստ կծկվել էր այնպես, կարծես փորձում էր անհետանալ իր մեջ։ Երբ Ռուբենը մի քայլ առաջ արեց, տիկին Գոհարը կտրուկ հետ քաշվեց, սարսափի սուր ձայն պոկվեց նրա կոկորդից։ Նա թույլ ձեռքերը բարձրացրեց դեմքի վրա, կարծես սպասում էր, որ իրեն կխփեն, սկսեց անկառավարելի դողալ։ Մայրիկ, շշնջաց Ռուբենը, արցունքներն այժմ ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Մայրիկ, ես Ռուբենն է։ Դու այժմ ապահով ես։ Բայց տիկին Գոհարը կարծես չճանաչեց նրան։ Նրա աչքերը վախեցած, կորած ցատկում էին մի կողմից մյուսը։ Նա անհասկանալի բառեր էր մրմնջում, նախադասությունների կտորներ, որոնք իմաստ չունեին։ Ռուբենը նկատեց, որ անկյունում դույլ կար, մինչ կեսը լիքը, որը ծառայում էր որպես ինքնաշեն զուգարան։ Ճաքած պլաստմասե ափսեի մեջ հին սննդի մնացորդներ կային։ Ոչ վերմակ կար, ոչ բարձ, ոչինչ, բացի այդ սարսափելի ներքնակից։ Ռուբենը դանդաղ ծնկի իջավ, փորձելով ավելի չվախեցնել մորը։ Նա դանդաղ մեկնեց ձեռքը, ամբողջ զգուշությամբ։ Մայրիկ, կրկին ասաց նա, ձայնը կոտրվում էր։ Ես քեզ այստեղից կհանեմ։ Դու այլս չես տառապի։ Խոստանում եմ։ Տիկին Գոհարը երկար նայեց նրան, ինչ-որ բան կարծես տեղը ընկավ նրա դատարկ աչքերում։ Ճանաչման մի կայծ։ Նրա ճաքճքած շուրթերը շարժվեցին, փորձելով բառեր կազմել։ Ռուբեն, շշնջաց նա այնքան ցածր, որ նա հազիվ լսեց։ Ռուբեն, որդիս։ Եվ հետո նա լուր հեկեկած, նրա փխրուն մարմինը ցնցվում էր արցունքների ուժգնությունից, որոնք վերջապես թույլտվություն էին գտել թափվելու։ Ռո։ Ռուբենը նրբորեն նրան իր գիրկը քաշեց, զգալով, թե որքան անհավատալիորեն թեթ է նա, կարծես օդից ու ոսկորներից լիներ։ Նա նրան սեղմեց իր կրծքին, զգալով նրա սրտի թույլ ու անկանոն բաբախյունը, լուր երդվեց, որ ով արել է սա կվճարի։ Այսպես թե այնպես, թանկ կվճարի։ Հաջորդ ժամերը ընթացան ինչպես մի մղձավանջ, որից Ռուբենը չէր կարողանում արթնանալ։ Նա մորը գրկած տարավ, զգալով յուրաքանչյուր ոսկորը բարակ մաշկի տակ, յուրաքանչյուր դող, որն անցնում էր այն մարմնով, որը մի ժամանակ ուժեղ ու կենսունակ էր եղել։ Տիկին Գոհարը երեխայից էլ թեթ էր, դա կոտրում էր Ռուբենի սիրտը այնպես, ինչպես նա նույնիսկ չէր էլ կարծում, թե հնարավոր է։ Սոնան փորձեց հետել նրանց, անկապ ներողություններ մրմնջալով, բացատրություններ, որոնք ոչ մի իմաստ չունեին։ Ռուբենը նրան լիովին անտեսեց։ Նրա ուշադրությունը ամբողջությամբ կենտրոնացած էր մորն այդ սարսափի վայրից հեռացնելու վրա։
Նա զգուշորեն նրան դրեց մեքենայի հետի նստատեղին, հանելով սեփական բաճկոնը նրան ծածկելու համար։ Տիկին Գոհարը շարունակում էր դողալ, անկապ բառեր մրմնջալ, աչքերը դեռ լի էին այն սարսափով, որը յուրաքանչյուր վայրկյան պատառոտում էր Ռուբենի հոգին։ Մեկնելուց առաջ Ռուբենը գրպանից հանեց բջջայինը, սկսեց լուսանկարել ամեն ինչ։ Կեղտոտ խորհրդանոցը, կեղտոտ ներքնակը, զուգարանի դեր կատարող դույլը, դրսից դրված կողպեքը, փակված պատուհանները։ Նկարահանեց նա տան վիճակը, կուտակված կեղտը, անկարգությունը։ Եվ ձայնագրեց Սոնային, մինչ նա փորձում էր բացատրվել, նրա նյարդային ձայնը խոստովանում էր, որ այո, տիկին Գոհարը մնում էր խորհրդանոցում, քանի որ շատ դժվար էր նրան խնամելը, քանի որ անհանգիստ էր լինում, քանի որ բժիշկը, մի անհայտ բժիշկ Սիլվա, խորհուրդ էր տվել մեկուսացում։ Ռուբենը ձայնագրության ընթացքում ոչ մի բառ չասաց։ Պարզապես թույլ տվեց Սոնային խոսել, իր իսկ գերեզմանը փորել յուրաքանչյուր խղճուկ արդարացումով, որն առաջարկում էր։ Երբ ավարտեց, պահեց բջջայինը, նստեց մեքենան։ Հետ չնայեց։ Այլս երբեք չէր ուզում տեսնել այդ տունը։ Չէր ուզում հիշել, որ տարիներ շարունակ իր մայրն այնտեղ տառապել է, մինչ ինքը հավատում էր, որ ճիշտ է վարվում։ Ճանապարհը մինչ նա իր բժշկական կենտրոն անցավ լռության մեջ։ Ռուբենը վարում էր մի ձեռքով, մյուսը հետ էր մեկնած, բռնած մոր սառը ձեռքը։ Տիկին Գոհարը դադարել էր մրմնջալ, այժմ պարզապես դատարկ աչքերով նայում էր պատուհանից դուրս, կարծես չէր կարողանում ընկալել, որ դուրս է այդ խորհրդանոցից, կարծես չէր հավատում, որ դա իրական է։ Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում բժիշկների բուժքույրերի արձագանքն անմիջական ցնցումն էր։ Այդպիսի վիճակում գտնվող տարեց կինը մի բան չէր, որ նրանք հաճախ էին տեսնում, հատկապես Ռուբենի նման ակնհայտորեն հարուստ ընտանիքից։ Նա հստակ ուղիղ բացատրեց իրավիճակը հերթապահ բժշկին, միջին տարիքի մի տղամարդու, որի անունն էր բժիշկ Հայկ Թորոսյան։ Ռուբենը ոչինչ չթաքցրեց։ Պատմեց անփութության, մորը գտնելու վիճակի, ամիսների մեկուսացման մասին։ Բժիշկ Թորոսյանը անհապաղ մի շարք հետազոտություններ նշանակեց։ Տիկին Գոհարին տեղափոխեցին շտապօգնության սենյակ, մինչ բժշկական թիմը հավաքվեց նրա շուրջ։ Ռուբենը մնաց դրսում, անհանգիստ քայլելով հիվանդանոցի անթերի միջանցքով, ձեռքերը դողում էին, ստամոքսը խառնված։ Նա զանգեց Մարինեին, խնդրեց չեղարկել հաջորդ շաբաթվա բոլոր հանդիպումները։ Մանրամասն բացատրություններ չտվեց, միայն ասաց, որ դա լուրջ ընտանեկան արտակարգ իրավիճակ է։ Հետո զանգեց իր անձնական փաստաբանին, պարոն Արտաշես Ստեփանյանին, մի փորձառու մարդու, ով Ռուբենի իրավական հարցերով զբաղվում էր ավելի քան 20 տարի։ Ռուբենը իրավիճակը բացատրեց կլինիկական օբյեկտիվ մանրամասներով, ուղարկելով նույնիսկ իր արած լուսանկարներն ու տեսանյութերը։ Արտաշեսը երկար լռեց ամեն ինչ լսելուց հետո, երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր անկեղծ վրդովմունքով։ Ռուբեն, մենք կզբաղվենք դրանով, ասաց նա վստահորեն։ Ես անմիջապես կսկսեմ ընթացակարգերը, տիկին Գոհարի նկատմամբ ձեր օրինական խնամակալությունն ապահովելու համար։ Իսկ մյուս հարցի վերաբերյալ, մեզ պետք կգան այդ բոլոր ապացույցները։ Այն, ինչ դուք տեսել եք, չափազանց լուրջ է։ Ես կկապվեմ իրավասու մարմինների հետ։ Ռուբենը շնորհակալություն հայտնեց, անջատեց հեռախոսը։ Նստեց միջանցքի աթոռներից մեկին, գլուխը ձեռքերի մեջ։ Ինչպես էր նա թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Ինչպես չէր նկատել։ Հեռախոսազանգերը միշտ այնքան կարճ էին, ձայնը միշտ այնքան թույլ։ Ինչու չէր կասկածել։ Ինչու ավելի հաճախ չէր այցելել նրան։ Ամեն ամիս կանոնավոր ուղարկվող գումարը չափազանց առատաձեռն էր, որ այդքան շատ մնար։ Ինչի վրա էր ծախսվում, եթե ոչ տիկին Գոհարի խնամքի վրա։ Պատասխանը ակնհայտ էր, սրտխառնոց առաջացնող։ Սոնան ու նրա ամուսինը այդ գումարն օգտագործում էին իրենց համար։ Հսկայական հեռուստացույցը, տոպրակները, որոնց մասին Հարանուհին հիշատակել էր, հաճախակի դուրս գալը։ Նրանք ապրում էին անպաշտպան տարեց կնոջ տառապանքների հաշվին։ Ռուբենը այնպիսի ուժեղ զայրույթ զգաց, որ ձեռքերը բռունցքվեցին, եղունգները խրվեցին ափերի մեջ։ Գրեթե 3 ժամ սպասելուց հետո բժիշկ Հայկը վերջապես դուրս եկավ շտապօգնության սենյակից։ Նրա դեմքը լուրջ էր, անհանգիստ։ Նա Ռուբենին խնդրեց ուղեկցել իրեն իր աշխատասենյակ, առանձին խոսելու համար։ Այնտեղ, փակ դռան հետում, բժիշկը բառեր չխնայեց։ Պարոն Անդրանիկյան, ձեր մոր վիճակը չափազանց ծանր է։
Նա խիստ թերսնված է, ինչը ցույց է տալիս, որ ամիսներ շարունակ պատշաճ սնունդ չի ստացել։ Նա ջրազրկված է, ունի մի քանի չբուժված վարակների նշաններ։ Գտել ենք ճնշումային խոցեր, ինչը ենթադրում է, որ նա երկար ժամանակ պառկած է մնացել առանց անհրաժեշտ խնամքի։ Բայց այն, ինչ ինձ ամենաշատն է անհանգստացնում, նրա հոգեբանական վիճակն է։ Ռուբենը չոր կուլ տվեց։ Խնդրում եմ, շարունակեք։ Նա ունի ծանր հոգեբանական տրավմայի հստակ նշաններ։ Գերզգոնություն, ֆիզիկական մտերմությունից ծայրահեղ վախ, դիսոցիատիվ արձագանքներ։ Երբ փորձեցինք նրան զննել, նա խուճապի մեջ էր ընկնում, կարծելով, թե իրեն կպատժեն։ Սա բնորոշ է մեկին, ով երկար ժամանակ ծայրահեղ սթրեսային իրավիճակներ է ապրել։ Նրան ֆիզիկական խնամքից բացի ինտենսիվ հոգեբուժական օգնություն է պետք լինելու։ Ռուբենը փակեց աչքերը, զգալով, թե ինչպես են արցունքները այրում։ Նա կապաքինվի բժիշկ։ Ֆիզիկապես, այո, պատշաճ բուժմամբ ժամանակի ընթացքում։ Բայց հոգեբանորեն, Ռուբեն, բժիշկ Հայկը դադար տվեց, զգուշորեն ընտրելով բառերը, ձեր մոր կրած տրավման հետքեր կթողնի։ Նա գուցե երբեք այն մարդը չլինի, ինչ առաջ էր։ Մենք կանենք մեր ձեռքից եկած ամեն ինչ, բայց դուք պետք է պատրաստ լինեք երկար ու դժվար ապաքինման գործ։ Ընթացի։ Ռուբենը գլխով արեց, խոսելու անկարող։ Բժիշկ Հայկը կարեկցանքի ժեստով ձեռքը դրեց նրա ուսին։ Մենք նրան առնվազն 1 շաբաթ կպահենք հիվանդանոցում ֆիզիկական վիճակը կայունացնելու հոգեբանական բուժումը սկսելու համար։ Դուք կարող եք այցելել նրան, բայց պետք է դա աստիճանաբար լինի։ Նա դեռ շատ վախեցած է։ Այդ գիշեր Ռուբենը գնաց տուն, բայց չկարողացավ քնել։ Նստեց իր բնակարանի պատշգամբում, նայելով երանի լույսերին, որոնք թարթում էին խավարի մեջ, իրեն զգալով աշխարհի ամենավատ որդին։ Նա կայսրություն էր կառուցել, հարստություն կուտակել, որը սերունդներ կբավականացներ, բայց ձախողել էր ամենապարզ կարևոր բանում՝ պաշտպանել նրան, ում սիրում էր։ Հաջորդ օրերը իրավական բժշկական ընթացակարգերի մի մշուշ էին։ Արտաշեսը արագ գործեց, շտաբ խնամակալության հայց ներկայացնելով իրավասու դատարան։ Ռուբենի տրամադրած ապացույցներով, լուսանկարներ, տեսանյութեր, հիվանդանոցի բժշկական եզրակացություններ, դատավորը գրեթե անմիջապես տվեց ժամանակավոր խնամակալությունը։ Ռուբենն այժմ օրինականորեն պատասխանատու էր մոր հետ կապված բոլոր խնամքի որոշումների համար։ Զուգահեռաբար սկսվեց հետաքննություն։ Սոցիալական աշխատողներն այցելեցին Արաբկիրի տուն, փաստագրեցին անմխիթար պայմանները, հարցազրույցներ վերցրեցին հարաններից։ Անահիտը, հարանուհին, ով առաջին զանգն էր արել, մանրամասն ցուցմունք տվեց ամիսների կասկածների անհանգստության մասին։ Այլ հարաններ սկսեցին խոսել, պատմելով տարօրինակ բաներ, որոնք տեսել էին, բայց վախեցել էին խառնվել։ Հետաքննությունը բացահայտեց էլ ավելի անհանգստացնող բաներ։ Բանկային հաշիվները ցույց տվեցին, որ Սոնան Մարատը հսկայական գումարներ էին ծախսել առցանց խաղատներում, ծովափնյա ուղղորությունների, էլեկտրոնիկայի գնումների, նույնիսկ նոր մեքենայի վրա, որն այժմ գրանցված էր Մարատի անունով։ Ռուբենի ուղարկած գումարից գրեթե ոչինչ չէր օգտագործվել տիկին Գոհարի խնամքի համար։ Ավելի ցնցող էր տիկին Գոհարի անունով կյանքի ապահովագրության պայմանագրի հայտնաբերումը, որը Սոնան կնքել էր 2 տարի առաջ։ Միակ շահառուն հենց Սոնան էր։ Գումարը կազմում էր $500,000 համարժեք դրամ։ Երբ քննիչները նրան հարցրին այս մասի, Սոնան պնդեց, որ դա պարզապես նախազգուշական միջոց էր, որ Ռուբենը գիտեր հավանություն էր տվել, ինչը լկտի սուտ էր։ Ռուբենը երբեք ոչ մի ապահովագրություն չէր թույլատրել։ Իրավիճակը սկսեց չարագուշակ պատկեր նկարել։ Դա պարզապես ծուլությունից կամ անպատրաստությունից բխող անփութություն չէր։ Նշաններ կային, որ տիկին Գոհարի տառապանքը դիտավորյալ էր, միջոց արագացնելու անխուսափելին, որպեսզի Սոնան կարողանար ստանալ ապահովագրությունը։ Այս հայտնագործությունը Ռուբենին ֆիզիկապես վատ զգաց։ Այն կինը, ում նա վստահել էր, ով ամուսնացած էր եղել իր որդու հետ, ծրագրում էր թողնել, որ իր մայրը տանջամահ լինի։ Մինչ այս ամենը զարգանում էր իրավական դաշտում, Ռուբենը ամեն օր կեսօրին անցկացնում էր հիվանդանոցում, այցելելով մորը։ Առաջին այցելությունները ցավոտ էին։ Տիկին Գոհարը հազիվ էր արձագանքում նրա ներկայությանը, մնալով կծկված հիվանդանոցային մահճակալին, աչքերը հառած ինչ-որ հեռավոր կետի։ Բժիշկները բացատրեցին, որ դա նորմալ է, որ նա ընկալում է տրավման, փորձում է հասկանալ, որ այժմ ապահով է։ Բայց Ռուբենը համառ էր։ Նա ամեն օր
Գալիս էր նույն ժամին, բերում թարմ ծաղիկներ, որոնք դնում էր մահճակալի կողքի պահարանին, խոսում էր նրա հետ ցածր ու հանգիստ ձայնով, պատմելով օրվա, ապագա ծրագրերի, այն մասին, թե ինչպես նա շուտով կլինի նոր գեղեցիկ ու հարմարավետ տանը, որտեղ այլևս երբեք վախենալու կարիք չի ունենա։ 5-րդ այցելության ժամանակ տեղի ունեցավ ինչ-որ կախարդական բան։ Ռուբենը նստած էր մահճակալի կողքին, թերթելով հին լուսանկարների ալբոմը, որը բերել էր տնից, մորը ցույց տալով նկարներ, երբ նա երիտասարդ էր, երբ Արմենը երեխա էր, երբ նրանք երջանիկ ընտանիք էին։ Հանկարծ տիկին Գոհարը մեկնեց դողացող ձեռքը դիպավ լուսանկարներից մեկին։ Դա 5 տարեկան Արմենի նկարն էր, ով ժպտում էր ֆուտբոլի գնդակը ձեռքին։ Իմ տղան, շնջաց նա, առաջին ամբողջական նախադասությունը, որ ասում էր փրկվելուց հետո։ Իմ Արմենը։ Ռուբենը զգաց, որ արցունքները հայտնվում են։ Այո, մայրիկ։ Քո Արմենը։ Նա քեզ այնքան շատ էր սիրում։ Տիկին Գոհարը դեմքը շրջեց դեպի Ռուբենը, իսկապես նայելով նրան առաջին անգամ այն պահից, երբ գտել էր նրան։ Արցունքները հոսում էին նրա կնջ։ Ռոտ դեմքով։ Դու եկար, ասաց նա, ձայնը կոտրվում էր։ Դու վերջապես եկար ինձ տանելու։ Ռուբենը նրա ձեռքը վերցրեց իր ձեռքերի մեջ, զգալով, թե որքան սառն ու փխրուն է այն։ Ներիր ինձ, մայրիկ։ Ներիր, որ այդքան ուշացա։ Բայց հիմա դու ապահով ես։ Ես խոստանում եմ, որ այլս երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի։ Տիկին Գոհարը թույլ գլխով արեց փակեց աչքերը, բայց որդու ձեռքը բաց չթողեց։ Օրերի մեջ առաջին անգամ Ռուբենը հույսի մի փոքրիկ կայծ զգաց։ Նա դեռ այնտեղ էր։ Այն ուժեղ կինը, ով իրեն մեծացրել էր, ով ամեն ինչ զոհաբերել էր իր որդիների համար, դեռ ինչ-որ տեղ էր այդ փխրուն մարմնի մեջ։ Եվ նա ամեն ինչ անելու էր նրան վերադարձնելու համար։ Մինույն ժամանակ հիվանդանոցից դուրս փոթորիկ էր հասունանում։ Սոնայի Մարատի դեմ հետաքննությունը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, երբ մի հետաքննող լրագրող ոստիկանությունում ունեցած կապերի միջոցով իմացավ գործի մասին։ Պատմությունը մի տարեց կնոջ մասին, ում պահում էին անմարդկային պայմաններում, մինչ խնամողը յուրացնում էր նրա խնամքի համար նախատեսված գումարը, այն իսի ռեպորտաժ էր, որը ցնցում վրդովեցնում էր։ Ռուբենը սկզբում ուզում էր ամեն ինչ գաղտնի պահել, պաշտպանել մոր անձնական կյանքը խուսափել լրատվական կրկեսից։ Բայց Արտաշեսը նրան համոզեց հակառակում։ Հանրային լուսաբանումը կարող էր օգնել ոչ միայն երաշխավորելու, որ Սոնան Մարատը պատշաճ կերպով պատասխան տան իրենց արածի համար, այլ բարձրաձայնելու ավելի մեծ խնդրի մասին՝ տարեցների ապշեցուցիչ թիվը, ովքեր տառապում են անպութությունից վատ վերաբերմունքից ամբողջ երկրում։ Ռեպորտաժը եթեր հեռարձակվեց երկուշաբթի երեկոյան, երկրի գլխավոր լրատվական թողարկումներից մեկով։ Անունները, իհարկե, պահպանվեցին, բայց մանրամասները բավականաչափ ցնցող էին։ Խորհրդանոցի լուսանկարներ, հարանների ցուցմունքներ, բժիշկների հայտարարություններ տուժողի վիճակի մասին։ Արձագանքն անմիջական էր, զանգվածային։ Սոցիալական ցանցերը պայթեցին վրդովմունքից։ Քաղաքական գործիչները հայտարարություններ արեցին։ Տարեցների իրավունքների պաշտպանության հաստատությունները արդարություն պահանջեցին։ Սոնան Մարատը, հասկանալով իրավիճակի լրջությունը, փաստաբան վարձեց։ Ինձ սկսեցին հանրային պաշտպանության արշավ։ Սոնան լացակումած հարցազրույց տվեց մի հեռուստահաղորդման, պնդելով, որ հյուծված է, որ հոգեկան խնդիրներ ունեցող տարեց կնոջը խնամելը շատ դժվար է, որ երբեք վնաս պատճառելու մտադրություն չի ունեցել, որ ինքը նույնքան զոհ է, որքան տիկին Գոհարը։ Նա Մարատին ներկայացրեց որպես իսկական չարագործ, պնդելով, որ նա իրեն ճնշում էր, որ վերահսկում էր ֆինանսները, որ ինքը վախենում էր նրանից։ Ներկայացումը բավականաչափ համոզիչ էր, որպեսզի որոշ մարդկանց համակրանքը շահի։ Սոցիալական ցանցերում մեկնաբանությունները բաժանվեցին։ Ոմանք պաշտպանում էին Սոնային, ասելով, որ խնամողները հյուծվում են աջակցության կարիք ունեն։ Մյուսները կտրականապես դատապարտում էին նրան, մատնանշելով գումարի յուրացման ապացույցները կասկածելի կյանքի ապահովագրությունը։ Ռուբենը դիտեց Սոնայի հարցազրույցը զայրույթի անհավատության խառնուրդով։ Ինչպես էր նա համարձակվում իրեն զոհի տեղ դնել այն ամենից հետո, ինչ արել էր։ Բայց Արտաշեսը նրան հանգստացրեց, բացատրելով, որ դա սովորական ռազմավարություն է, որ այն չի աշխ։ Ատի իրենց ունեցած կոնկրետ ապացույցների դիմաց։
Իրոք, երբ գործի նյութերը պաշտոնապես ներկայացվեցին, ներառյալ բանկային հաշիվները, հարանների ցուցմունքները, մանրամասն բժշկական եզրակացությունները, Ռուբենի սեփական ձայնագրությունները, Սոնայի պատմությունը սկսեց փլուզվել։ Նրա փաստաբանը փորձեց պնդել, որ պայմանները չափազանցված են լուսանկարներում, որ տիկին Գոհարը, այո, խնամք ստանում էր, բայց դրանցից ոչ մեկը չէր դիմանում փաստագրված իրականությանը։ Անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ, երբ Սոնայի հորաքույրը, Թագուհի անունով մի կին, որը բնակվում էր Լոռու մարզում, կապ հաստատեց Ռուբենի փաստաբանի հետ։ Նա սարսափած էր նրանից, ինչ արել էր իր զարմուհին, ուզում էր օգնել։ Թագուհին բացահայտեց, որ Սոնան միշտ խնդիրներ է ունեցել փողի հետ, որ անցյալում պարտքեր է կուտակել, որ Մարատի հետ ամուսնությունը չափազանց արագ է եղել, որ նա կասկածում է, որ նա բացասական ազդեցություն է ունեցել իր զարմուհու վրա։ Ավելի կարևորը, Թագուհին ուներ հաղորդագրությունների պատճեններ, որոնք Սոնան իրեն ուղարկել էր ամիսներ առաջ, բողոքելով, որ տիկ.ին Գոհարը շատ դժվար է խնամելու համար, որ մտածում է նրան ծերանոց տեղավորելու մասին, բայց Ռուբենը երբեք չէր համաձայնի։ Նույնիսկ մի անհանգստացնող հաղորդագրություն կար, որտեղ Սոնան մեկնաբանում էր, որ եթե տիկին Գոհարի վիճակը բնականon կերպով վատանա, դա բոլորի համար թեթացում կլինի։ Այս հաղորդագրությունները հիմնարար էին Սոնայի պաշտպանությունը քանդելու համար։ Նա հյուծված խնամող չէր, որը հոգնածությունից սխալներ էր գործել։ Նա մեկն էր, ով գիտակցաբար անտեսում էր իր խնամքի տակ գտնվող տարեց կնոջը, յուրացնում էր նրա համար նախատեսված միջոցները, ըստ երույթին, սպասում էր, որ իրավիճակը կլուծվի ամենավատ ձով։ Մինչ իրավական պայքարը թեժանում էր, Ռուբենը կենտրոնացած էր նրա վրա, ինչն իսկապես կարևոր էր, մոր ապաքինումը։ Հիվանդանոցում 10 օր մնալուց հետո տիկին Գոհարը դուրս գրվեց, բայց անհրաժեշտ խնամքի երկար ցուցակով։ Ռուբենը երկու անգամ չմտածեց։ Նա վարձեց լավագույն մասնագետներին, ցերեկային հերթափոխի համար անձնական բուժքույր, գիշերային խնամող, ֆիզիոթերապևտ, սննդաբան, որ ամենակարևորն է, տրավմայի ոլորտում սնագիտացած հոգեբան։ Նա որոշում կայացրեց մորը իր հետ ապրելու տանել։ Նրա բնակարանը Մաշտոցի պողոտայում պետք է հարմարեցվեր, բայց դա խնդիր չէր։ Ռուբենը վերանորոգման ընկերություն վարձեց, օրերի ընթացքում սենյակներից մեկը վերածվեց տիկին Գոհարի կարիքներին լիովին հարմարեցված տարածքի։ Սենյակը գեղեցիկ հարմարավետ դարձավ։ Էլեկտրական հիվանդանոցային մահճակալ, բայց փափուկ գեղեցիկ անկողնային սպիտակեղենով։ Կարգավորվող լուսավորություն, փափուկ տաք լույսի տարբերակներով։ Ձայնային համակարգ, որը դասական երաժշտություն էր նվագում, որը տիկին Գոհարը միշտ սիրել էր։ Հարմարավետ բազկաթոռ պատուհանի մոտ, որտեղից նա կարող էր տեսնել քաղաքի շարժը։ Եվ որ ամենակարևորն է, դռներին կողպեքներ չկային։ Ռուբենը պնդեց դա։ Մայրը պետք է իմանար, որ կարող է դուրս գալ, երբ ցանկանա, որ այլս երբեք չի բանտարկվի։ Այն օրը, երբ նա նրան տուն բերեց, մի նույն ժամանակ հուզիչ լարված էր։ Տիկին Գոհարը ակնհայտորեն նյարդային էր ամբողջ ճանապարհին։ Նա վախեցած արտահայտությամբ նայում էր պատուհանից, կարծես սպասում էր, որ իրեն հետ կտանեն այն սարսափելի վայրը։ Երբ մտան շենք բարձրացան վերելակ, նա նորից սկսեց դողալ։ Ռուբենը ամբողջ ճանապարհին բռնել էր նրա ձեռքը, ցածրաձայն խոսելով, հավաստիացնելով, որ ամեն ինչ լավ է, որ նա գնում է իր նոր տուն, որտեղ նրան կխնամեն, կսիրեն։ Երբ բացեց բնակարանի դուռը, նրան ներս տարավ, տիկին Գոհարը կանգնեց նախասրահում, լայն բացված աչքերով շուրջը նայելով։ Ռուբենը նրան տարավ հատուկ իր համար պատրաստված սենյակ։ Երբ տիկին Գոհարը տեսավ այդ հարմարավետ տարածքը, ծաղկամանում թարմ ծաղիկներով, պատին շրջանակված լուսանկարներով, որոնք ցույց էին տալիս ընտանիքի երջանիկ պահերը, պատուհանից ներս թափանցող փափուկ լույսը, նա սկսեց լաց լինել։ Բայց այս անգամ դրանք սարսափի արցունքներ չէին։ Դրանք թեթացման, երախտագիտության արցունքներ էին, վերջապես կարողանալու հավատալ, որ մղձավանջն ավարտվել է։ Իմն է, հարցրեց նա դողացող ձայնով, մատնացույց անելով մահճակալը։ Ես կարող եմ այնտեղ քնել։ Ռուբենը ստիպված էր կոկորդի կոշտուկը կուլ տալ պատասխանելու համար։ Ամբողջությամբ քոնն է, մայրիկ։ Սա այժմ քո տունն է։ Դու կարող ես անել այն, ինչ ուզում ես, երբ ուզում ես։ Այլս երբեք վախենալու կարիք չես ունենա։ Տիկին Գոհարը նստեց մահճակալի եզրին, ձեռքերը սահեցնելով փափուկ վերմակի վրայով, կարծես չէր հավատում, որ դա իրական է։ Հետո նայեց որդուն մի արտահայտությամբ, որը խառնում էր այնքան շատ զգացմունքներ, որ Ռուբենը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Շնորհակալ եմ, որդիս, շշնջաց նա։ Շնորհակալ եմ, որ ինձնից հույսը չկտրեցիր։
Ռուբենը ծնկի իջավ նրա կողքին, բռնելով նրա ձեռքերը։ Երբեք, մայրիկ։ Ես երբեք քեզնից հույսս չէի կտրի։ Եվ ներիր ինձ, այնքան ներիր, որ առաջ չեմ նկատել։ Բայց խոստանում եմ, որ կփոխհատուցեմ։ Ես քեզ կխնամեմ մինչ կյանքիդ վերջ։ Դու այլս երբեք մենակ չես լինի։ Եվ այդ պահին, երբ կեսօրվա լույսը մտնում էր պատուհանից լուսավորում նրա մոր հոգնած, բայց վերջապես խաղաղված դեմքը, Ռուբենը զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Զգաց, որ նա հենց այնտեղ է, որտեղ պետք է լիներ, անում է հենց այն, ինչ պետք է աներ։ Կայսրությունը կարող էր սպասել։ Հանդիպումները կարող էին հետաձգվել։ Պայմանագրերը կարող էին ստորագրվել ուրիշների կողմից։ Այդ ամենը կարող չէր, եթե նա այնտեղ չլիներ, այդ սենյակում, բռնած այն կնոջ ձեռքը, ով իրեն կյանք էր տվել, ով այժմ կարիք ուներ, որ նա իրեն վերադարձնի արժանապատվությունը։ Տիկին Գոհարի հետ տանը անցկացրած առաջին շաբաթները համբերության, սիրո տոկունության ամենօրյա դաս էին։ Ռուբենը բացահայտեց, որ այդքան տառապած մեկին խնամելը պարզապես նյութական հարմարավետություն ապահովելու հարց չէ։ Պետք էր վերականգնել վստահությունը, բառ առ բառ, ժեստ առ ժեստ, օրեցօր։ Տիկին Գոհարն ուներ լավ օրեր, սարսափելի օրեր։ Լավ օրերին նա կարողանում էր ժպտալ, մի փոքր ավելի շատ ուտել, նույնիսկ մեկնաբանություններ անել հեռուստացույցով դիտած լուրերի մասին։ Բայց վատ օրերին նա գիշերվա կեսին ճչալով արթնանում էր, կարծելով, թե նորից խորհրդանոցում է։ Սնունդ էր թաքցնում բարձի տակ, կարծես վախենում էր, որ նորից կզրկեն ուտելիքից։ Հետ էր քաշվում, երբ ինչ-որ մեկը շատ արագ էր մոտենում, աչքերը լայն բացված սարսափից։ Հոգեբանը, բժիշկ Կարինե Մանուկյանը, 50 անց մի կին էր, փափուկ ձայնով անսահման համբերությամբ։ Նա Ռուբենին բացատրեց, որ տիկին Գոհարի կրած տրավման խորն է, ապաքինումը ոչ գծային կլինի։ Կլինեն առաջընթացներ, հետընթացներ, հույսի պահեր, հուսահատության պահեր։ Կարևորը կայունությունը պահպանելն էր, կանխատեսելի առօրյաներ ստեղծելը, տիկին Գոհարին զգացնել տալը, որ նա վերահսկում է իր սեփական կյանքը։ Ռուբենը ճշտությամբ հետում էր յուրաքանչյուր ցուցումի։ Սահմանեց ֆիքսված ժամեր ուտելու համար, որոնք միշտ մատուցվում էին մոր սենյակում, մինչ նա բավականաչափ հարմարավետ կզգար հյուրասենյակում ուտելու համար։ Նա վարձեց Նարինեին, 40-ամյա, բարի փորձառու բուժքրոջ, ով արագ շահեց տիկին Գոհարի վստահությունը։ Նարինեն խոսելու հատուկ ձուն էր, միշտ զգուշացնում էր դիպչելուց առաջ, միշտ թույլտվություն էր խնդրում, միշտ հարգում էր տարեց կնոջ սահմանները։ Աստիճանաբար, շատ դանդաղ, տիկին Գոհարը սկսեց նորից ծաղկել։ Նա քաշ հավաքեց, այտերը մի փոքր գույն ստացան, աչքերը նորից փայլեցին։ Նա սկսեց հետաքրքրվել փոքր բաներով, ծաղիկներով, որոնք Ռուբենը ամեն շաբաթ բերում էր, պատմություններով, որոնք Նարինեն պատմում էր իր թոռների մասին, երաժշտությամբ, որը մեղմ հնչում էր սենյակում։ Ռուբենի հետ ապրելուց մեկ ամիս անց տիկին Գոհարը բոլորին զարմացրեց, խնդրելով ընտրել հյուրասենյակում։ Դա պարզ, բայց խորապես նշանակալի պահ էր։ Ռուբենը սեղանը պատրաստեց հատուկ խնամքով, դրեց լավագույն սպասքը, մոմեր վառեց։ Երբ տիկին Գոհարը դուրս եկավ սենյակից, հենված Նարինեին տեսավ այդքան սիրով պատրաստված սեղանը, նրա արցունքները նորից թափվեցին։ Պետք չէ լաց լինել, մայրիկ, ասաց Ռուբենը մեղմորեն, նրա համար աթոռը քաշելով։ Սա սկիզբն է։ Այսուհետ յուրաքանչյուր օր նախորդից լավը կլինի։ Եվ շատ առումներով այդպես էլ եղավ։ Տիկին Գոհարը սկսեց շրջել բնակարանով, ուսումնասիրել մյուս սենյակները, ընտելանալ այդ նոր տանը։ Ռուբենը պատշգամբը վերածեց փոքրիկ այգու, ծաղիկների անուշաբույր խոտաբույսերի թաղարներով, քանի որ մայրը միշտ սիրել էր բույսեր։ Նա ժամերով այնտեղ էր անցկացնում, խնամելով ծաղիկները, ցածրաձայն խոսելով նրանց հետ, խաղաղություն գտնելով բնության այդ փոքրիկ կտորում, մետրոպոլիայի կենտրոնում։ Բայց մինչ տիկին Գոհարի ապաքինումն առաջ էր ընթանում, Ռուբենի ստեղծած պաշտպա նիչ պղպջակի ներսում, արտաքին աշխարհը շարունակում էր մնալ անհանգիստ։ Սոնայի Մարատի դեմ իրավական պայքարը թեժանում էր։ Արտաշեսն անխոնջ աշխատում էր, ամուր գործ կառուցելով։ Ապացույցները ճնշող էին, միջոցների յուրացում, ապացուցված անփութություն, կասկածելի կյանքի ապահովագրություն, թագուհու միջոցով ստացված հաղորդագրությունները։ Սոնան, հասկանալով, որ իր հյուծված խնամողի պատմությունը փլուզվում է, փոխեց ռազմավարությունը։ Նրա փաստաբանը սկսեց հարձակվել Ռուբենի վրա, ակնարկելով, որ նա բացակայող որդի է, որը տարիներ շարունակ անտեսել է սեփական մորը, այժմ քավության նոխազ է փնտրում սեփական մեղքի համար։
Զգուշորեն կազմակերպված հարցազրույցներում Սոնան ակնարկում էր, որ Ռուբենը երբեք իսկապես չի մտահոգվել տիկին Գոհարով, որ նա հայտնվել է միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ էր։ Մեղադրանքները դանակի հարվածների պես էին Ռուբենի սրտին։ Նա գիտեր, որ դրանց մեջ ճշմարտություն կա։ Նա իսկապես բացակա էր եղել, իսկապես չափազանց կուրորեն էր վստահել, իսկապես ձախողել էր մորը պաշտպանելու հարցում։ Բայց իր այդ ձախողումները Սոնայի արածի համար արդարացում դարձնելը զզվելի էր անընդունելի։ Իրավիճակը նոր հարթություն ստացավ, երբ Սոնայի հեռավոր ազգականը, Հովհաննես Սարգսյան անունով մի գործարար, սկսեց խառնվել գործին։ Հովհաննեսը Երանի արվարձաններում սուպերմարկետների ցանցի սեփականատեր էր, ուներ զգալի քաղաքական կապեր։ Նա ներկայացավ որպես ընտանիքի պաշտպան, պնդելով, որ Սոնային անարդարացիորեն հետապնդում են, որ նա կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները նրան պաշտպանելու համար։ Հովհաննեսը սկսեց ճնշում գործադրել կուլիսներում, փորձելով վարկաբեկել ապացույցները, ակնարկելով, որ բժշկական եզրակացությունները չափազանցված են, որ լուսանկարները կեղծվել են։ Նա նույնիսկ կարողացավ հասնել նրան, որ որոշ տեղական քաղաքական գործիչներ հայտարարություններ անեն, կասկածի տակ դնելով գործընթացը։ Մարտավարությունը պարզ էր, այն, ինչ պետք է լիներ արդարության պարզ գործ, վերածել մշուշոտ քաղաքական լրատվական հարցի։ Ռուբենը, ով միշտ խուսափել էր ուշադրության կենտրոնում լինելուց, նախընտրում էր խնդիրները լուծել կորպորատիվ կուլիսներում, հայտնվեց մի հանրային ասպարեզում, որը լավ չէր ճանաչում։ Լրագրողները սկսեցին հայտնվել նրա շենքի դիմաց, փորձելով հայտարարություններ ստանալ։ Նրա անունը, որն առաջ կապված էր միայն գործարար հաջողության հետ, այժմ հայտնվում էր ընտանեկան անփութության գործի մասին վերնագրերում։ Ճնշումը սկսեց ազդել նա Ռուբենի կյանքի այլ ասպեկտների վրա։ Նրա գլխավոր գործադիրներից ոմանք սկսեցին կասկածի տակ դնել նրա աճող բացակայությունը ընկերության ամենօրյա գործունեությունից։ Ռուբենը գրեթե ամեն ինչ պատվիրակել էր իր թիմին, մինչ զբաղվում էր մոր խնամքով իրավական պայքարով։ Մի մարդու համար, ով միշտ վերահսկել էր իր բիզնեսի յուրաքանչյուր մանրուք, դա արմատական փոփոխություն էր։ Գործադիր խորհրդի հետ լարված հանդիպման ժամանակ Կարեն Մելիքյանը, ֆինանսական տնօրենը Ռուբենի ամենահին գործընկերներից մեկը, մտահոգություն հայտնեց ընկերության ուղղության վերաբերյալ։ Ռուբեն, ամբողջ հարգանքով, դուք պետք է որոշեք, թե որոնք են ձեր առաջնահերթությունները։ Ընկերությունը պայմանագրեր է կորցնում, քանի որ դուք հասանելի չեք գործարքներ կնքելու համար։ Ներդրո ղները նյարդայնացած են։ Ձեր բացակայությունը փող է արժենում։ Ռուբենը նայեց հանդիպումների սենյակի շուրջը, տեսնելով անհանգիստ դեմքեր, ոմանք իսկապես անհանգստացած էին իր համար, մյուսները միայն սեփական շահերի համար։ Նա խորը շունչ քաշեց պատասխանելուց առաջ։ Իմ առաջնահերթությունները, Կարեն, հենց այնտեղ են, որտեղ պետք է լինեն։ Ես այս ընկերությունը կառուցել եմ տասնամյակներ շարունակ, զոհաբերելով ամեն ինչ, ներառյալ իմ ընտանիքը։ Եվ ինչի համար։ Փող կուտակելով։ Իմ անունով ավելի շատ աշտարակներ ունենալով։ Մայրս քիչ մնաց կյանքը կորցներ, քանի որ ես չափազանց զբաղված էի կայսրություն կառուցելով։ Այնպես որ, այո, հիմա իմ առաջնահերթությունները փոխվել են։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Կարենն առաջինը նորից խոսեց, նրա ձայնն ավելի մեղմ էր։ Մենք հասկանում ենք, Ռուբեն։ Եվ հիանում ենք տիկին Գոհարի նկատմամբ ձեր նվիրվածությամբ։ Բայց դուք պետք է հավասարակշռություն գտնեք։ Ընկերությունը նույնպես ձեր կարիքն ունի։ Ռուբենը գիտեր, որ Կարենը մասամբ իրավացի է։ Բայց նա գիտեր, որ չի կարողանում հիմա իր ուշադրությունը բաժանել։ Մայրը իր կարիքն ուներ։ Այսպիսով, նա մի որոշում կայացրեց, որը ցնցեց սենյակում գտնվող բոլորին։ Ես ժամանակավորապես կհեռանամ գործադիր նախագահի պաշտոնից։ Կարեն, դու ժամանակավորապես կստանձնես պաշտոնը։ Ես կշարունակեմ մնալ խորհրդի նախագահ, հասանելի կլինեմ կարևոր ռազմավարական որոշումների համար, բայց ամենօրյա կառավարումը քոնը կլինի։ Սենյակը պայթեց բողոքներից, հարցերից։ Ռուբենը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Սա իմպուլսիվ որոշում չէ։ Անհրաժեշտ է։ Ես վստահում եմ ձեզանից յուրաքանչյուրին ընկերությունը գործող պահելու համար։ Եվ երբ ճիշտ պահը գա, ես լիովին կվերադառնամ։ Բայց հիմա, ես պետք է մորս հետ լինեմ։ Ռուբենի ժամանակավոր հեռանալու լուրը, իհարկե, հասավ մամուլ։ Ենթադրությունները սկսվեցին անմիջապես։
Որոշ լրատվամիջոցներ ենթադրում էին, որ դա նրա կայսրության վերջի սկիզբն է։ Մյուսները խոսում էին հոգեկան առողջության ճգնաժամի մասին։ Նյարդայնացած ներդրողները սկսեցին բաժնետոմսեր վաճառել։ Նրա ընկերությունների շուկայական արժեքը օրերի ընթացքում զգալիորեն ընկավ։ Մարինեն, նրա հավատարիմ օգն ականը, փորձում էր շտկել վնասը, պաշտոնական հաղորդագրություններ տարածելով, որ դա պլանավորված ժամանակավոր հեռացում է։ Բայց հանրային ընկալումը դժվար էր վերահսկել։ Ռուբեն Անդրանիկյանը, անպարտելի գործարարը, թուլություն էր ցուցաբերում, իսկ բիզնեսի աշխարհում թուլությունը շնաձկների համար արյուն էր ջրում։ Տանը Ռուբենը փորձում էր մորը պաշտպանել այդ ամբողջ իրարանցումից։ Տիկին Գոհարն այլս լուրեր չէր դիտում, թերթեր չէր կարդում։ Ռուբենն ուզում էր, որ նա կենտրոնանա միայն իր ապաքինման վրա, առանց լրացուցիչ ճնշման, իմանալու, թե ինչ կրկեսի են վերածվել իրենց կյանքերը։ Բայց մայրն ավելի խորաթափանց էր, քան նա կարծում էր։ Մի օր կեսօրին, երբ նրանք միասին պատշգամբում բույսերն էին խնամում, տիկին Գոհարը դադարեց ծաղիկները ջրելուց ուղիղ նայեց որդուն։ Դու ամեն ինչ զոհաբերում ես իմ պատճառով, այնպես չէ՞, հարցրեց նա մեղմորեն։ Ռուբենը փորձեց ժխտել, բայց մայրը ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Մի ստիր ինձ, որդիս։ Ես տեսնում եմ հոգնածությունը քո աչքերում։ Լսում եմ քեզ հեռախոսով ուշ գիշերին խնդիրներ լուծելիս։ Նար։ Ինեն ինձ բաներ է պատմում, նույնիսկ երբ խնդրում ես նրան չպատմել։ Ռուբենը հոգոց հանեց, նստելով պատշգամբի աթոռներից մեկին։ Դա զոհաբերություն չէ, մայրիկ։ Դա ճիշտը անելն է։ Ես տասնամյակներ եմ անցկացրել բաներ կառուցելով, որոնք իսկապես կարևոր չեն։ Դու ես կարևոր։ Քո ապաքինումն է կարևոր։ Տիկին Գոհարը նստեց նրա կողքին, նրա կնճռոտ ձեռքերը բռնեցին նրա ձեռքերը։ Ես չեմ ուզում, որ դու կորցնես այն ամենը, ինչ կառուցել ես իմ պատճառով։ Հայրդ քեզ լքեց, երբ դու երեխա էիր, ես ինձ սպանեցի աշխատանքով, որպեսզի քեզ Արմենին ավելի լավ կյանք տամ։ Դու իրականացրեցիր բոլոր երազանքները, որոնք ես ունեի ձեզ համար։ Մի դեն նետիր դա։ Ռուբենը զգաց, որ արցունքները այրում են։ Բայց ինչ օգուտ ամեն ինչ ունենալուց, եթե ես քեզ կորցնեմ։ Ինչ օգուտ հաջողակ լինելուց, եթե ձախողում եմ պաշտպանել նրան, ում սիրում եմ։ Արմենն արդեն գնացել է։ Ես քեզ էլ չեմ կորցնի։ Տիկին Գոհարը շոյեց որդու դեմքը, մի մայրական ժեստ, որը նա տարիներ շարունակ չէր ստացել։ Դու ինձ չես կորցնի։ Ես այստեղ եմ, ողջ եմ, ապաքինվում եմ։ Բայց դու պետք է քո կյանքն էլ ապրես։ Չես կարող ինձ հետ այստեղ փակվել։ Կապրեմ, խոստացավ Ռուբենը։ Բայց հիմա իմ պայմաններով։ Ոչ այլս որպես հանդիպումների պայմանագրերի ստրուկ։ Ես հավասարակշռություն կգտնեմ։ Բայց դու առաջին տեղում ես, մայրիկ։ Միշտ։ Մինչ այս մտերմիկ խոսակցությունը տեղի էր ունենում, քաղաքի մյուս ծայրում իրադարձություններ էին զարգանում, որոնք նորից կփոխեին ամեն ինչի ընթացքը։ Սոնայի փաստաբանը գործընթացում տեխնիկական բացթողում էր գտել։ Նա պնդում էր, որ տիկին Գոհարը, իր հոգեկան վիճակի պատճառով, չի կարող համարվել հավաստի վկա։ Առանց նրա ուղղակի ցուցմունքի, գործի մեծ մասը կախված էր անուղղակի ապացույցներից երրորդ անձանց ցուցմունքներից։ Դատավորը Ռուբեն Հակոբյան անունով փորձառու, բայց զգույշ մարդ, որոշեց, որ անհրաժեշտ է անձամբ լսել տիկին Գոհարին։ Նա հրամայեց, որ նիստ անցկացվի, բայց հաշվի առնելով տարեց կնոջ փխրուն վիճակը, թույլ տվեց, որ այն տեղի ունենա հենց այն հիվանդանոցում, որտեղ նա սկզբում հոսպիտալացվել էր, հատուկ պատրաստված սենյակում, միայն էական անձանց ներկայությամբ։ Երբ Արտաշեսը Ռուբենին տեղեկացրեց նիստի մասին, նա սարսափեց։ Մայրը հազիվ էր սկսել ապաքինվել։ Նրան ստիպել վերապրել տրավման, խոսել այն մասին, ինչ գրել էր, անծանոթների ներկայությամբ, կարող էր ոչնչացնել նրա արած ամբողջ առաջընթացը։ Նա աղաչեց, որ այլ ճանապարհ լինի, բայց Արտաշեսը հստակ էր։ Կամ դա, կամ գործը կարող էր փակվել վերջնական ապացույցների բացակայության պատճառով։ Ռուբենը ստիպված էր նստել տիկին Գոհարի հետ բացատրել իրավիճակը։ Նա սպասում էր, որ նա կհրաժարվի, խուճապի մեջ կընկնի, չի կարողանա դիմանալ դրան։ Բայց ի զարմանս իրեն, մի քանի րոպե մտածկոտ լռությունից հետո նա գլխով արեց։ Ես պետք է դա անեմ, որդիս։ Ոչ թե ինձ համար, այլ մյուս մարդկանց համար, ովքեր կարող են անցնել նրա միջով, ինչի միջով ես եմ անցել։
Եթե ես չխոսեմ, նա անպատիժ կմնա, կարող է դա անել մեկ ուրիշի հետ։ Մոր քաջությունը Ռուբենին անխոս թողեց։ Այդ փխրուն տրավմայի ենթարկված կինը պատրաստ էր դիմակայել իր դերին, որպեսզի արդարությունը հաղթանակի։ Նա երբեք այնքան չէր հիացել նրանով, որքան այդ պահին։ Նիստը նշանակվեց մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում բժիշկ Կարինեն ինտենսիվ աշխատում էր տիկին Գոհարի հետ, նրան հուզականորեն պատրաստելով գալիքին։ Նա սովորեցնում էր շնչառական տեխնիկաներ, կենտրոնացած մնալու ձեր, եթե սկսեր խուճապի մեջ ընկնել, ռազմավարություններ, տրավմատիկ հիշողությունների հետ գործ ունենալու համար, երբ դրանք ի հայտ գային։ Նարինեն, բուժքույրը, նույնպես հիմնարար աջակցություն էր։ Նա ներկա կլիներ ամբողջ նիստի ընթացքում, տիկին Գոհարի կողքին, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լիներ։ Ռուբենը նույնպես այնտեղ կլիներ, իհարկե։ Նա երբեք թույլ չէր տա, որ մայրը մենակ դիմակայի դրան։ Նիստի առավոտյան Ռուբենը վաղ արթնացավ։ Գտավ տիկին Գոհարին նույնպես արթուն, նստած պատշգամբում, նայելով Երանի վրա բացվող արածագին։ Նա լուռ նստեց նրա կողքին, պարզապես պահպանելով իր ներկայությունը։ Մի քանի րոպե անց նա խոսեց, աչքերը չկտրելով հորիզոնից։ Գիտես, ինչ էի մտածում այն սարսափելի վայրում անցկացրած բոլոր այդ օրերին։ Մտածում էի, որ ոչ ոքի չի հետաքրքրում։ Որ ես բեռ եմ, անհարմարություն։ Որ բոլորի համար ավելի հեշտ կլիներ, եթե ես պարզապես անհետանայի։ Եվ քիչ մնաց հավատայի դրան։ Ռուբենը զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Մայրիկ։ Նա շրջվեց նրան նայելու, նրա պարզ աչքերն արտացոլում էին արածակի լույսը։ Բայց հետո դու հայտնվեցիր։ Եվ ինձ ցույց տվեցիր, որ ես սխալվում էի։ Որ ինձ սիրում են։ Որ իմ կյանքն արժեք ունի։ Այնպես որ այսօր, երբ ես մտնեմ այդ սենյակ, պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել, ես դա կանեմ ոչ միայն արդարության համար։ Ես ինքս ինձ կապացուցեմ, որ ուժեղ եմ։ Որ ես գոյատել եմ։ Որ ես արժանի եմ։ Ռուբենը գրկեց նրան, նա թույլ տվեց, որ իրեն գրկեն, առանց հետ քաշվելու, առանց դողալու։ Դա նրա ապաքինման մեկ այլ կարևոր պահ էր, կարողանալ ընդունել ֆիզիկական մտերմությունն առանց վախի։ Դու ամենաուժեղ մարդն ես, ում ես ճանաչում եմ, շշնջաց նա։ Եվ ես քո կողքին կլինեմ յուրաքանչյուր քայլին։ Ճանապարհը դեպի հիվանդանոց լուռ էր։ Նարինեն հետի նստատեղին էր տիկին Գոհարի հետ, բռնած նրա ձեռքը։ Արտաշեսը նրանց դիմավորեց մուտքի մոտ, բժիշկ Կարինեի հետ միասին։ Դատավոր Հակոբյանը, հարգանք ցուցաբերելով տիկին Գոհարի վիճակի նկատմամբ, համաձայնել էր նիստն անցկացնել հնարավորինս ոչ պաշտոնական։ Առանց պատմուճանի, առանց բարձր ամբիոնի, պարզապես խոսակ։ Ցություն հարմարավեց սենյակում։ Երբ մտան հիվանդանոցում պատրաստված սենյակ, Ռուբենն առաջին անգամ տեսավ Սոնային փրկության օրվանից հետո։ Նա նստած էր իր փաստաբանի կողքին, ակնհայտորեն նյարդային։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին Ռուբենի հայացքին, նա արագ հայացքը փախցրեց։ Մարատը ներկա չէր։ Ըստ երույթին, փաստաբանը որոշել էր, որ նրա ներկայությունը կարող է վնասակար լինել։ Տիկին Գոհարը, սակայն, ուղիղ նայեց Սոնային։ Եվ այդ հայացքում վախ չկար։ Կար մի բան, որը Ռուբենը ճանաչեց որպես մաքուր ուժ։ Մայրն այլս խորհրդանոցում կծկված սարսափած զոհը չէր։ Նա վերապրող էր, որը պատրաստ էր պատմել իր պատմությունը։ Դատավոր Հակոբյանը 60 անց ալեհեր մազերով բարի հայացքով մի մարդ բացեց նիստը, բացատրելով, որ դա պաշտոնական դատավարություն չէ, այլ հնարավորություն տիկին Գոհարի համար, կիսվելու իր փորձով, եթե ինչպես իրեն հարմար զգա։ Նա հստակեցրեց, որ նա կարող է ցանկացած պահի դադարեցնել, որ նրա վրա ճնշում չի գործադրվելու, որ նա այնտեղ կամավոր է։ Տիկին Գոհարը գլխով արեց, ձեռքերը միահյուսված ծնկներին։ Նարինեն նստեց նրա կողքին, իսկ Ռուբենը կանգնեց նրա հետում բավականաչափ մոտ, որպեսզի մայրն իմանա, որ նա այնտեղ է։ Դատավորը մի քանի պարզ նախնական հարցեր տվեց, նրա լրիվ անունը, տարիքը, որքան ժամանակ է ապրում Սոնայի հետ։ Պատասխանները ցածր, բայց վստահ էին։ Եվ հետո դատավորը տվեց վճռորոշ հարցը. Տիկին, կարող եք նկարագրել, թե ինչպիսին էին ձեր օրերը տիկին Սոնայի տանը։ Տիկին Գոհարը մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշելով, ինչպես սովորեցրել էր բժիշկ Կարինեն։ Երբ նորից բացեց դրանք, սկսեց խոսել, նրա ձայնը թույլ էր, բայց յուրաքանչյուր բառ պարզ էր։ Եվ մինչ նա պատմում էր իր պատմությունը, սենյակում գտնվող յուրաքանչյուր մարդ տեղափոխվեց այն դժոխք, որը նա ապրել էր։
Աստիճանական մեկուսացումը սնունդը, որը գնալով պակասում էր, օրերը, երբ նա մենակ էր մնում, չիմանալով, թե արդյոք ինչ-որ մեկը կգա։ Եվ վերջապես, խորհրդանոցը։ Մութ ու սառը վայրը, որտեղ նրան մոռացել էին, որտեղ յուրաքանչյուր օրը հավերժություն էր թվում, որտեղ նա կորցրել էր հույսը, որ ինչ-որ մեկը երբեք կգա իրեն տանելու։ Երբ ավարտեց, սենյակում գտնվող բոլորի աչքերում արցունքներ կային։ Նույնիսկ Սոնայի փաստաբանը կարծես ցնցված էր։ Սոնան գլուխը կախ էր պահում, հրաժարվելով նայել տիկին Գոհարին։ Դատավորը հուզված ձայնով շնորհակալություն հայտնեց նրա քաջության համար, այդքան ցավոտ բանով կիսվելու համար։ Բայց տիկին Գոհարը չավարտեց։ Նա ուղիղ նայեց Սոն։ Այն ասաց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Ես քեզ ներում եմ, Սոնա։ Ոչ թե նրա համար, ինչ դու արեցիր, այլ ինձ համար։ Որովհետև ատելություն կրելը միայն ավելի շատ կվնասեր ինձ։ Բայց հուսով եմ, որ դու կհասկանաս, թե ինչ ես արել, որ երբեք դա չես անի մեկ ուրիշի հետ։ Սենյակում լռությունը բացարձակ էր։ Սոնան վերջապես գլուխը բարձրացրեց, արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց ոչինչ չասաց։ Ոչինչ չկար, որ նա կարողանար ասել։ Տիկին Գոհարի արժանապատվությունն ու ուժը ավելի բարձր էին խոսել, քան ցանկացած իրավական պաշտպանություն կարող էր անել։ Նիստին հաջորդած ամիսները խորը փոփոխություններ բերեցին Ռուբենի տիկին Գոհարի կյանքում։ Տարեց կնոջ ցուցմունքը կործանարար ազդեցություն ունեցավ Սոնայի գործի վրա։ Դատավոր Հակոբյանը, ակնհայտորեն հուզված ցուցմունքից, արագ վճռական որոշումներ կայացրեց։ Ռուբենի խնամակալությունը մոր նկատմամբ վերջնականապես հաստատվեց։ Սոնային արգելվեց ցանկացած շփում տիկին Գոհարի հետ, նա ստիպված էր պաշտոնապես պատասխան տալ իր կատարած խախտումների համար։ Հետաքննությունները բացահայտեցին, թե որք անխորն էր մանիպուլյացիայի ցանցը։ Մարատը, ով փորձել էր ստվերում մնալ, ի վերջո ճանաչվեց որպես միջոցների յուրացման սխեմայի գլխավոր կազմակերպիչ։ Պարզվեց, որ նա կասկածելի իրավիճակներում ներգրավված լինելու պատմություն ուներ, միշտ օգտագործելով այլ մարդկանց որպես ճակատ։ Սոնան, ում սկզբում իր իսկ փաստաբանը ներկայացնում էր որպես ամուսնու զոհ, տեսավ, թե ինչպես է իր պաշտպանությունը փլուզվում, երբ պարզ դարձավ, որ նա ակտիվորեն մասնակցել է ամեն ինչին։ Տիկին Գոհարի անունով կյանքի ապահովագրությունը անմիջապես չեղարկվեց, ապահովագրական ընկերությունը սկսեց իր սեփական հետաքննությունը հնարավոր խարդախության վերաբերյալ։ Տարիների ընթացքում յուրացված գումարները հաշվարկվեցին։ Դրանք գերազանցում էին $300,000 համարժեք դրամը։ Ռուբենին այդ գումարը պետք չէր, բայց նա պնդում էր, որ այն վերադարձվի որպես արդարության գործընթացի մաս։ Հովհաննես Սարգսյանը, ազդեցիկ ազգականը, որը փորձել էր պաշտպանել Սոնային օգտագործելով քաղաքական կապեր, ի վերջո լուր հեռացավ, երբ հասկացավ, որ գործը տանուլ է տրված, որ դրա հետ կապված մնալը միայն կվնասի իր սեփական հեղինակությանը։ Ապացույցները վարկաբեկելու հանրային կարծիքը շահարկելու փորձերը ձախողվեցին տիկին Գոհարի ցուցմունքի ուժի փաստաթղթային ապացույցների ճնշող ծավալի դիմաց։ Տանը կյանքը սկսում էր նոր ռիթմ գտնել։ Տիկին Գոհարը շարունակում էր թերապիան բժիշկ Կարինեի հետ, անընդհատ առաջընթաց գրանցելով։ Մղձավանջները դեռ երբեմն գալիս էին, բայց ավելի քիչ հաճախականությամբ, ինտենսիվությամբ։ Նա փրկվելուց հետո գրեթե 8 կիլոգրամ էր հավաքել, դեմքը վերականգնել էր արտահայտչականությունը, փայլը վերադարձել էր աչքերին։ Հատկապես հուզիչ փոխակերպում էր նրա հարաբերությունը սննդի հետ։ Սկզբում տիկին Գոհարը չէր կարողանում ուտել առանց անհանգս տության, միշտ վախենալով, որ ափսեն կվերցնեն, որ դա վերջին կերակուրն է։ Հացի կտորներ էր թաքցնում սենյակում, մրգեր էր պահում դարակներում։ Նարինեն Ռուբենը համբերատար աշխատում էին դա շտկելու ուղղությամբ, երաշխավորելով, որ նա իմանա, որ միշտ հասանելի սնունդ կլինի, որ այլս երբեք սոված չի մնա։ Աստիճանաբար տիկին Գոհարը սկսեց վերագտնել ուտելու հաճույքը։ Ռուբենը բացահայտեց, որ մայրը սեր ունի թխվածքների նկատմամբ, հատկապես եգիպտացորենի ալյուրով թխվածքի, որը նա ինքն էր սովորաբար պատրաստում, երբ որդիները փոքր էին։ Այսպիսով, նա հրուշակագործ վարձեց տիկին Գոհարին նորից թխվածքներ պատրաստել սովորեցնելու համար, որպես զբաղմունքային թերապիա։ Բնակարանի խոհանոցը, որն առաջ գրեթե երբեք չէր օգտագործվում, քանի որ Ռուբենը միշտ դրսում էր ուտում կամ առաքում պատվիրում, վերածվեց ստեղծագործության ուրախության տարածքի։ Շաբաթ առավոտյան տիկին Գոհարը վաղ էր արթնանում, հագնում իր սիրելի գոգնոցը, Ռուբենի նվերը, ասեղնագործված ծաղիկներով, սկսում պատրաստել իր ստեղծագործությունները։ Բնակարանը լցվում էր թխվող թխվածքի հրաշալի
Բույրով Ռուբենը սովորել էր գնահատել այդ պարզ պահերն ավելի շատ, քան ցանկացած գործնական հանդիպում։ Պատշգամբը շարունակում էր մնալ տիկին Գոհարի սիրելի վայրը։ Նա ընդլայնել էր իր փոքրիկ այգին, այժմ ուներ չերի լոլիկներ, ռեհան, խնկածաղիկ, նույնիսկ տաք։ Նա խոսում էր բույսերի հետ, կարծես նրանք ընկերներ լինեին, պատմում էր պատմություններ, երբ երիտասարդ էր, երբ մեծացնում էր որդիներին։ Ռուբենը երբեմն նստում էր այնտեղ պարզապես լսում, իմանալով մի մոր մասին, ում նա երբեք իսկապես չէր ճանաչել, կլանված լինելով միշտ իր սեփական կյանքով ամբիցիաներով։ Բայց ոչ ամեն ինչ էր խաղաղություն հանգիստ ապաքինում։ Ռուբենը դիմակայում էր իր սեփական մարտերին։ Կորպորատիվ աշխարհը, որը նա կառուցել էր տասնամյակներ շարունակ, իրարանցման մեջ էր։ Նրա հեռացումը գործադիր նախագահի պաշտոնից թե ժամանակավոր ավելի մեծ ալիքներ էր առաջացրել, քան նա սպասում էր։ Կարեն Մելիքյանը, չնայած իրավասու լինելուն, չուներ Ռուբենի նույն ռազմավարական տեսլականը, որոշ կասկածելի որոշումներ սկսեցին ազդել արդյունքների վրա։ Բացի այդ, լուրերն ու ենթադրությունները շարունակվում էին։ Մրցակիցներն օգտվում էին իրավիճակից, փորձելով հաճախորդներ գողանալ։ Նյարդայնացած ներդրողները ճնշում էին գործադրում ղեկավարության ապագայի վերաբերյալ հստակեցումների համար։ Որոշ կարևոր գործադիրներ սկսեցին առաջարկներ ստանալ մրցակից ընկերություններից։ Կայսրությունը, որը Ռուբենը տասնամյակներ էր կառուցել, փխրունության նշաններ էր ցույց տալիս։ Մարինեն, միշտ հավատարիմ, շաբաթական 2 անգամ գալիս էր բնակարան, Ռուբենին տեղեկացնելու ամենահրատապ հարցերի մասին։ Նա բերում էր ստորագրության համար փաստաթղթերի կույտեր, վերանայման համար զեկույցներ, որոշումներ, որոնք միայն նա կարող էր կայացնել։ Ռուբենը զբաղվում էր ամեն ինչով, բայց նրա միտքն ու սիրտն այլևս լիովին այնտեղ չէին։ Նա պատասխանում էր գործնական զանգերին, պատուհանից նայելով պատշգամբին, որտեղ տիկին Գոհարը խնամում էր իր բույսերը, մտածում էր, թե որն է իրականում հաջողության սահմանումը։ Մի օր կեսօրին, Մարինեի այդ այցելություններից մեկի ժամանակ, տիկին Գոհարը հայտնվեց հյուրասենյակում սկուտեղով, որի վրա նոր թխված նարնջ։ Ի թխվածք թարմ սուրճ էր։ Նա ամաչկոտ ժպտաց Մարինեին, դեռ մի փոքր անհարմար զգալով անծանոթների հետ, բայց ակնհայտորեն ջանք գործադրելով։ Մտածեցի, որ դուք կցանկանայիք մի փոքր հյուրասիրություն, ասաց նա մեղմորեն։ Մարինեն, ով գիտեր ամբողջ պատմությունը, ակնհայտորեն հուզվեց։ Տիկին Գոհար, ես հաճույքով։ Եվ կարող եմ ասել, որ այս բնակարանը անսահման ավելի հարմարավետ է դարձել ձեր գալուց հետո։ Տիկին Գոհարը թեթակի կարմրեց գովասանքից, մատուցեց թխվածքն ու սուրճը, հետո զգուշորեն վերադարձավ պատշգամբ։ Երբ նա դուրս եկավ, Մարինեն նայեց Ռուբենին մի արտահայտությամբ, որը խառնում էր հիացմունք անհանգստություն։ Նա շատ ավելի լավ է։ Դուք ճիշտ բան արեցիք, Ռուբեն։ Նա գլխով արեց, բայց Մարինեն նկատեց լարվածությունը նրա ուսերին։ Բայց դուք այդ ընթացքում մասնատվում եք, այնպես չէ՞, նկատեց նա մեղմորեն։ Նրան խնամելու ընկերությունը փրկելու փորձերի մեջ դուք հյուծվում եք։ Ռուբենը հոգոց հանեց, ձեռքերով դեմքը շփելով։ Այլս չգիտեմ ինչ անել, Մարինե։ Ընկերությունն իմ կարիքն ունի, բայց մայրս նույնպես։ Եվ ամեն անգամ, երբ մտածում եմ լիովին վերադառնալու, այն խելահեղ կյանքը վերսկսելու մասին, անվերջ ուղղություններով, հանդիպումներով, ես նայում եմ նրան, չեմ կարողանում։ Չեմ կարող նորից նրան լքել։ Մարինեն մի պահ մտածեց պատասխանելուց առաջ։ Իսկ եթե դա մեկը կամ մյուսն ընտրելու հարց չլինի։ Իսկ եթե դուք կարողանայիք վերասահմանել, թե ինչպես է ընկերությունն աշխատում։ Դուք միշտ կենտրոնացնող եք եղել, Ռուբեն։ Միշտ ցանկացել եք վերահսկել յուրաքանչյուր մանրուք։ Բայց դուք իրավասու թիմ ունեք։ Իսկ եթե ավելի շատ վստահեիք նրանց։ Իսկ եթե վերակառուցեիք այնպես, որ ավելի քիչ կախված լինի ձեր ամենօրյա ֆիզիկական ներկայությունից։ Գաղափարը սերմ տնկեց Ռուբենի մտքում։ Հաջորդ օրերի ընթացքում նա խորապես մտածեց ապագայի մասին։ Երկար խոսեց տիկին Գոհարի հետ, ով զարմանալիորեն հստակ կարծիքներ ուներ այդ հարցի վերաբերյալ։ Որդիս, ասաց նա մի երեկո, երբ միասին ընթրում էին, դու կարևոր բան ես կառուցել։ Ոչ միայն քեզ համար, այլ հարյուրավոր մարդկանց համար, ովքեր աշխատում են քեզ համար, ովքեր կախված են այդ աշխատատեղերից։ Դու չես կարող պարզ ապես դա դեն նետել։ Բայց նա չես կարող վերադառնալ այն մարդուն, որը էիր, այնքան կլանված աշխատանքով, որ մոռանում էիր ապրել։ Ռուբենը գիտեր, որ նա իրավացի է։ Այսպիսով, նա սկսեց աշխատել մի ծրագրի վրա։
Խոսեց բիզնես կառավարման խորհրդատուների հետ, ուսումնասիրեց կորպորատիվ կառավարման մոդելներ, վերլուծեց ընկերություններ, որոնք կարողանում էին գործել առանց իրենց հիմնադիրների մշտական ներկայության։ Եվ դանդաղ, նոր մոդել սկսեց ձևավորվել։ Նա արտահերթ նիստ հրավիրեց գործադիր խորհրդի։ Բոլորը ներկայացան, անհամբեր սպասելով նրա վերադարձի մասին լուրերին։ Ռուբենը ներկայացրեց իր առաջարկը՝ ընկերության կառավարման լիակատար վերակառուցում։ Նա կշարունակեր մնալ խորհրդի նախագահ գլխավոր բաժնետեր, բայց ամենօրյա կառավարումը վերջնականապես կդառնար պրոֆեսիոնալ։ Կարենը կհաստատվեր որպես մշտական գործադիր տնօրեն, բայց ուժեղացված գործադիր թիմով ավելի մեծ որոշումներ կայացնելու ինքնավարությամբ։ Ռուբենը նարմատական բան առաջարկեց՝ ընկերության մի մասը վերածել ոչ արտրային հիմնադրամի, որը նվիրված կլինի տարեցների նկատմամբ անփութուտ յան դեմ պայքարին։ Գաղափարը ծագել էր տիկին Գոհարի բժիշկ Կարինեի հետ երկար զրույցների ընթացքում։ Հայաստանն ուներ միլիոնավոր տարեցներ խոցելի վիճակում, շատերը տառապում էին լռության մեջ, առանց որևէ մեկի, որ պաշտպաներ նրանց։ Ռուբենն ուզում էր օգտագործել իր ռեսուրսներն ու ազդեցությունը, դա փոխելու համար։ Առաջարկը ընդունվեց խառը արձագանքներով։ Որոշ գործադիրներ խանդավառությամբ աջակցեցին, տեսնելով ոչ միայն սոցիալական արժեքը, այլ ընկերության հանրային իմիջը բարելավելու ներուժը։ Մյուսները թերահավատ էին, անհանգստացած լինելով ծախսերի հիմնական բիզնեսից հնարավոր շեղման համար։ Բայց Ռուբենը հստակեցրեց, որ դա առաջարկ չէ։ Դա այն ճանապարհն էր, որը նա ընտրել էր։ Հիմնադրամը անվանվեց Արմեն Գոհարը հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցելով հեռացած որդուն, վերապրած մորը։ Ռուբենն անձամբ ներդրեց զգալի գումար որպես սկզբնական կապիտալ։ Առաքելությունը բազմակողմանի էր, ստեղծել ռիսկի տակ գտնվող տարեցների համար ահազանգման աջակցության կենտրոններ, վերապատրաստել պրոֆեսիոնալ խնամողների էթիկական գործելակերպի ոլորտում։ Անվճար իրավաբանական աջակցություն առաջարկել անփութության իրավիճակներում գտնվող ընտանիքներին քաղաքական լոբբինգ իրականացնել տարեցների պաշտպանության ավելի ուժեղ օրենքների համար։ Տիկին Գոհարը, երբ իմացավ հիմնադրամի անվան մասին, առատորեն լաց եղավ։ Բայց այս անգամ դրանք ուրախության հպարտության արդյունքներ էին։ Նրա տառապանքը, որքան էլ սարսափելի լիներ, այժմ ավելի մեծ նպատակ կունենար։ Կօգներ կանխել, որ այլ մարդիկ անցնեն նրա միջով, ինչի միջով ինքն էր անցել։ Հիմնադրամի ստեղծման լուրը համազգային արձագանք ունեցավ։ Լրատվամիջոցները, որոնք առաջ ենթադրություններ էին անում Ռուբենի ճգնաժամի մասին, այժմ նրան ներկայացնում էին որպես գործարար, որն անձնական ողբերգությունը վերածել է սոցիալական գործողության։ Հարցազրույցների հրավերներն ամեն օր էին գալիս։ Ռուբենը մերժում էր մեծամասնությունը, բայց համաձայնեց մասնակցել սոցիալական հարցերին նվիրված մի հեռուստահաղորդման, որտեղ կարող էր բացահայտ խոսել տարեցներին պաշտպանելու կարողության մասին։ Հարցազրույցում, որը եթեր հեռարձակվեց կիրակի երեկոյան տպավորիչ լսարան Հավ. Աքեց, Ռուբենն այնքան անկեղծ էր, որքան երբեք չէր եղել։ Խոսեց մորը պաշտպանելու իր ձախողման, իր կրած մեղքի զգացումի, այն մասին, թե ինչպես քիչ մնաց կորցներ այն, ինչն իսկապես կարոր էր, նյութական հաջողության հետից ընկած։ Եվ խոսեց տիկին Գոհարի ուժի, ներելու նրա կարողության, նրա անհավատալի տոկունության մասին։ Հաղորդման պրոդյուսերները ցանկանում էին, որ տիկին Գոհարը մասնակցի հարցազրույցին, բայց Ռուբենը կտրականապես մերժեց։ Մայրն արդեն չափազանց շատ էր հանրայնացվել։ Նա արժանի էր խաղաղության անձնական կյանքի։ Սակայն, տիկին Գոհարը պնդեց։ Նա ուզում էր խոսել, ուզում էր, որ իր ձայնը լսելի լինի, որ մյուս զոհերն իմանան, որ մենակ չեն։ Այսպիսով մի որոշմամբ, որը Ռուբենին մի նույն ժամանակ հպարտացրեց, անհանգստացրեց, տիկին Գոհարը համաձայնեց կարճ ցուցմունք տալ։ Նա էկրանին հայտնվեց ընդամենը 5 րոպե, բայց այդ րոպեները հզոր էին։ Վստահ ձայնով նա ընդհանուր գծերով պատմեց իր փորձը, առանց գրաֆիկական մանրամասների մեջ մտնելու, բայց հստակ ցույց տալով իր կրած տառապանքը։ Եվ ավարտեց ուղիղ ուղերձով. Եթե դուք տարեց եք տառապում եք, իմացեք, որ կան մարդիկ, ովքեր մտահոգվում են, որ կան վայրեր օգնություն փնտրելու համար։ Եվ եթե դուք ճանաչում եք ռիսկի տակ գտնվող տարեց մարդու, մի լռեք։ Ձեր լռությունը կարող է կյանք արժենալ։ Ազդեցությունը հսկայական էր։ Հաղորդման ցուցադրությունից հետո հաջորդ օրերին Արմեն Գոհար հիմնադրամը հարյուրավոր ահազանգեր օգնության խնդրանքներ ստացավ։ Թիմը, որը դեռ փոքր էր, արագ ընդլայնվեց պահանջարկը բավարարելու համար։ Ցնցող պատմություններ սկսեցին ի հայտ գալ, հաստատելով, որ խնդիրը շատ ավելի մեծ էր, քան հասարակությունը խոստովանում էր։
Ռուբենը գտավ իրեն մի շարժման գլխավորությամբ, որը գերազանցում էր իր սկզբնական բիզնեսները։ Նա կազմակերպում էր կոնֆերանսներ, մոբիլիզացնում այլ գործարարների նպաստելու համար, աշխատում էր օրենսդիրների հետ, տարեցների պաշտպանության օրենքներում փոփոխություններ առաջարկելու համար։ Դա այլ տեսակի կայսրություն էր, որը նա այժմ կառուցում էր, կարեկցանքի սոցիալական փոփոխության կայսրություն։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում արտաքին աշխարհում, Ռուբենի տիկին Գոհարի տնային կյանքը շարունակում էր իր սեփական էվոլյուցիան։ Նա այլս ամբողջ դրույքով բուժքրոջ կարիք չուներ։ Նարինեն դեռ պարբերաբար այցելում էր, բայց ավելի շատ որպես ընկեր, քան որպես մասնագետ։ Տիկին Գոհարը բավականաչափ անկախություն էր ձեռք բերել, իրեն խնամելու համար մեծ մասամբ։ Նա սկսեց ընկերներ ձեռք բերել շենքում։ Այնտեղ ապրում էին այլ տարեց տիկնայք, աստիճանաբար տիկին Գոհարը բացվեց սոցիալական շփումների համար։ Ձավորվեց մի փոքրիկ խումբ, որը շաբաթական հավաքվում էր թեյի զրույցի համար։ Ռուբենն ուրախությամբ հետում էր այդ շփումներին, տեսնելով մորը վերականգնել ոչ միայն իր ֆիզիկական հոգեկան առողջությունը, այլ իր սոցիալական կյանքը համայնքի զգացումը։ Փրկությունից 1 տարի անց Ռուբենը փոքրիկ տոնակատարություն կազմակերպեց։ Դա ծննդյան օր կամ որե կոնկրետ ամսաթիվ չէր, բայց նա ուզում էր նշել մոր ապաքինման ճանապարհը։ Հրավիրեց միայն մտերիմ մարդկանց, Նարինեին, Մարինեին, բժիշկ Կարինեին, Արտաշեսին, տիկին Գոհարի նոր ընկերուհիներին շենքից։ Խնջույքը պարզ էր, բայց լի իմաստով։ Տիկին Գոհարը մի քանի տեսակի թխվածք էր պատրաստել, հպարտորեն ցուցադրելով իր վերականգնված հմտությունները։ Նա հագել էր նոր զգեստ, բաց կապույտ, ծաղիկներով, որը հատուկ ընտրվել էր այդ առիթի համար։ Նրա մազերը, որոնք այժմ լավ խնամված սանրված էին, ամրացված էին դեկորատիվ մազակալով, որը Ռուբենի նվերն էր։ Խնջույքի ընթացքում Ռուբենը խնդրեց բոլորի ուշադրությունը բաժակաճառ ասած։ Նա նայեց մորը, նրա աչքերը փայլում էին զսպված հուզմունքից։ 1 տարի առաջ սկսեց նա, նրա ձայնը վստահ էր, բայց լի զգացմունքով, ես քիչ մնաց կորցնեի իմ կյանքի ամենակարևոր մարդուն։ Եվ դա իմ մեղքն էր։ Ես այնքան տարված էի բաներ կառուցելով, հաջողության հասնելով, աշխարհին իմ արժեքն ապացուցելով, որ մոռացել էի խնամել այն, ինչն իսկապես կարևոր էր։ Տիկին Գոհարը փորձեց ընդհատել նրան, բայց նա մեղմորեն գլուխը թափահարեց։ Թույլ տուր ավարտեմ, մայրիկ։ Այս տարին իմ կյանքի ամենադժվար, ամենակարևոր տարին էր։ Ես տեսա քեզ քո ամենափխրուն պահին, բայց նա տեսա քո ունեցած անհավատալի ուժը։ Դու ինձ սովորեցրեցիր, որ հաջողությունը չի չափվում կառուցված աշտարակներով, ստորագրված պայմանագրերով։ Այն չափվում է կիսված սիրով, պահպանված արժանապատվությամբ, փոխակերպված կյանքերով։ Նա բարձրացրեց բաժակը։ Այսպիսով ես այս բաժակաճառն ասում եմ ոչ թե անցյալի համար, որը չենք կարող փոխել, այլ ապագայի համար, որը միասին կկառուցենք։ Մի ապագա, որտեղ ոչ մի տարեց մարդ կարիք չունի լռության մեջ տառապելու, որտեղ ընտանիքները իսկապես հոգ են տանում միմյանց մասին, որտեղ մարդկայնությունը գերակայում է ամբիցիաներին։ Եվ ես շնորհակալ եմ քեզ, մայրիկ, քո քաջության, քո ուժի ինձ երկրորդ հնարավորություն տալու համար, լինելու այն որդին, որին դու միշտ արժանի ես եղել։ Սենյակում չոր աչք չմնաց։ Տիկին Գոհարը վեր կացավ, այժմ վստահ քայլերով, առանց հենարանի կարիքի, գրկեց որդուն։ Ես հպարտանում եմ քեզանով, որդիս, շշնջաց նա նրա ականջին։ Այնքան հպարտ։ Եվ գիտեմ, որ Արմենը նույնպես կհպարտանար։ Հաջորդ ամիսներին կյանքը գտավ մի հավասարակշռություն, որը Ռուբենը երբեք չէր պատկերացրել։ Նա շարունակում էր ներգրավված լինել իր բիզնեսում, բայց ավելի հավասարակշռված, ավելի մարդկային ձով։ Առավոտներ նա աշխատում էր, բայց միշտ տանն էր լինում մոր հետ ճաշելու համար։ Կեսօրները բաժանված էին հիմնադրամի հանդիպումների տիկին Գոհարի հետ որակյալ ժամանակ անցկացնելու միջ։ Երեկոները սրբազան էին, նախատեսված միասին ընթրելու, նրա սիրելի հին ֆիլմերը դիտելու, պարզապես ներկա լինելու համար։ Արմեն Գոհար հիմնադրամը ծաղկեց։ Ընդլայնվեց դեպի այլ քաղաքներ, փրկեց հարյուրավոր տարեցների անպութության իրավիճակներից, վերապատրաստեց հազարավոր խնամողների, ազդեց կարևոր օրենսդրական փոփոխությունների վրա։ Ռուբենը բացահայտեց, որ մարդկանց կյանքում իրական փոփոխություն մտցնելը բերում է մի բավարարվածություն, որը ոչ մի բիզնես շահույթ երբեք չէր տվել։ Տիկին Գոհարը նույնպես գտավ իր դերը հիմնադրամում։ Նա սկսեց մասնակցել իրազեկման արշավների, իր ցուցմունքը տալով միջոցառումներին, դառնալով հզոր ձայն նրանց համար, ովքեր չէին կարող խոսել իրենց անունից։
Նրա քաջությունը կիսվելու իր պատմությամբ, թե ցավոտ, ոգեշնչեց անթիվ այլ զոհերի օգնություն փնտրելու։ Ինչ վերաբերում է Սոնային Մարատին, նրանք դիմակայեցին իրենց արարքների հետանքներին։ Գո! Լծընթացներն առաջ գնացին, յուրացված գումարները վերադարձվեցին, իրավական միջոցներ կիրառվեցին։ Ռուբենը բավարարվածություն չզգաց նրանց տառապանքից, միայն այն զգացումը, որ արդարությունը հաղթանակել է։ Նա ատելություն չէր կրում, միայն խորը տխրություն այն բանի համար, թե ինչպես էին զարգացել իրադարձությունները։ Սոնան կորցրել էր ոչ միայն ազատությունն ու հեղինակությունը, այլ ցանկացած կապ այն ընտանիքի հետ, որը մի ժամանակ նրան ընդունել էր։ Փրկությունից 2 տարի անց, մի գարնանային կեսօր, Ռուբենը տիկին Գոհարը պատշգամբում էին, ինչպես հաճախ էին անում։ Փոքրիկ այգին ծաղկել էր, բույսերը փարթամ։ Երան քաղաքը տարածվում էր նրանց ներքում, բաբախում կենդանի։ Տիկին Գոհարը ջրում էր լոլիկները, մինչ Ռուբենը կարդում էր հիմնադրամի զեկույցը։ Հանկարծ նա կանգ առավ, նայեց որդուն։ Ռուբեն, կանչեց նա մեղմորեն։ Նա հայացքը բարձրացրեց։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Նա զեկույցը մի կողմ դրեց, լիովին ուշադրություն դարձնելով։ Ինչ է պատահել, մայրիկ։ Տիկին Գոհարը նստեց նրա կողքի աթոռին, ձեռքերը դեռ բռնած էին ջրի ամանը։ Գիտես, երբ այն մութ տեղում էի, սկսեց նա, Ռուբենը նկատեց, որ դա առաջին անգամն էր, որ նա այդքան ուղղակիորեն անդրադառնում էր խորհրդանոցին։ Ես շատ էի մտածում իմ կյանքի մասին։ Իմ գործած սխալների, չարած բաների մասին։ Եվ գիտես, ինչն էր ինձ ամենաշատը ցավեցնում։ Ոչ թե այնտեղ լինելը, այլ մտածելը, որ դու Արմենը չգիտեիք, թե որքան շատ էի ձեզ սիրում։ Որ ես ծախողել էի դա պատշաճ կերպով ցույց տալ։ Ռուբենը զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Մայրիկ, մենք միշտ իմացել ենք։ Նա մեղմորեն գլուխը թափահարեց։ Դուք գիտեիք, որ ես ձեզ համար շատ էի աշխատում։ Բայց արդյոք գիտեիք, որ յուրաքանչյուր հեռու պահը տանջանք էր։ Որ ես նախընտրում էի ձեզ հետ լինել, քան ցանկացած այլ տեղ։ Ես այնքան շատ էի անհանգստանում ավելի լավ ապագա տալու համար, որ գուցե բավարար ներկա չեմ տվել։ Ռուբենը բռնեց նրա ձեռքը։ Դու մեզ ամեն ինչ տվեցիր։ Բառացիորեն ամեն ինչ։ Եվ հիմա ես ավելի լավ եմ հասկանում, քան երբե, թե ինչ զոհաբերություն էր դա։ Տիկին Գոհարը ժպտաց, այն ժպիտը, որը Ռուբենը սովորել էր գնահատել որպես ամենաթանկ գանձ։ Բայց գիտես, ինչ եմ հասկացել այս վերջին տարիներին։ Որ ուշ չէ։ Որ մենք դեռ ժամանակ ունենք։ Ժամանակ միասին լինելու, նոր հիշողություններ ստեղծելու, պարզապես մայր ու որդի լինելու, առանց անցյալի ողջ բեռի։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, ասաց Ռուբենը, նրա ձայնը հուզված էր։ Ամեն օր, մայրիկ։ Ամեն օր։ Տիկին Գոհարը նայեց հորիզոնին, քաղաքին, որն այժմ ասոցացնում էր ոչ թե սարսափի, այլ նոր սկզբի հետ։ Գիտես, ինչն է զվարճալի, մտածեց նա բարձրաձայն։ Այն կինը, որն ինձ թողեց այդ վայրում, կարծում էր, թե ինձնից կյանքս է խլում։ Բայց իրականում, նա ինձ նոր կյանք տվեց։ Որովհետ դու ինձ գտար։ Որովհետ դու ընտրեցիր փոխվել։ Որովհետ մենք միասին սարսափից գեղեցիկ բան ստեղծեցինք։ Հիմնադրամը կյանքեր է փրկում, Ռուբեն։ Ինձ նման մարդկանց կյանքեր։ Դա քավություն է։ Ռուբենը զգաց արցունքները, բայց չփորձեց թաքցնել դրանք։ Մայրիկ, դու ես, որ մեզ քավություն տվեցիր։ Ինձ, բոլոր այն տարեցներին, որոնց մենք օգնում ենք, նույնիսկ հասարակությանը, որը վերջապես ուշադրություն է դարձնում այս խնդրին։ Քո ուժը, քո պատրաստակամությունը։ Տրավման վերածելու նպատակի, դա է, որ փոխեց ամեն ինչ։ Նրանք դրանից հետո հարմարավետ լռության մեջ նստեցին, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը, արի ջերմությունը, ծաղիկների գեղեցկությունը, որոնք տիկին Գոհարը այդքան սիրով էր աճեցրել։ Եվ Ռուբենը մտածեց, թե որքան տարօրինակ է կյանքը։ Նա տասնամյակներ էր անցկացրել բետոնի պողպատի կայսրություն կառուցելով, հավատալով, որ դա սահմանում է իր արժեքը։ Բայց միայն այն ժամանակ, երբ այդ կայսրությունը սկսեց ճաքել, միայն այն ժամանակ, երբ նա ստիպված եղավ դիմակայել իր ամենախորը ձախողումներին, նա բացահայտեց, թե իրականում ինչ է նշանակում կառուցել ինչ-որ տական բան։ Դրանք շենքեր կամ ընկերություններ չէին։ Դա սերն էր։ Ընտանիքն էր։ Մարդկանց կյանքում կոնկրետ նշանակալի ձևով փոփոխություն մտցնելն էր։ Ներկա լինելն էր։
Մարդկայնությունն ամբիցիաներից, կապը նվաճումներից վեր դասելն էր։ Եվ մինչ արը սկսում էր մայր մտնել երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Ռուբենը բացարձակ վստահությամբ գիտեր, որ վերջապես այնտեղ է, որտեղ պետք է լիներ։ Ոչ թե գրասենյակային աշտարակի գագաթին, ոչ թե հանդիպումների սենյակում միլիոնավոր դոլարների պայմանագրեր կնքելիս, այլ այնտեղ, այդ պարզ պատշգամբում, մոր կողքին, որին քիչ մնաց կորցներ, խնամելով մի այգի, որը խորհրդանշում էր հույս նոր սկիզբ։ Տիկին Գոհարը այդ պահին նայեց նրան, կարծես զգալով նրա մտքերը։ Նա ձեռքը մեկնեց, նա բռնեց այն։ Շնորհակալ եմ որդիս, ասաց նա պարզապես։ Ինչի՞։ Համար, մայրիկ։ Ինձնից հույսը չկտրելու համար։ Ինձ ցույց տալու համար, որ աշխարհում դեռ բարություն կա։ Ինձ հետ պատահած ամենավատ բանը մի բանի վերածելու համար, որը կարող է օգնել շատ ուրիշներին։ Ինձ ամեն առավոտ արթնանալու իմանալու պատճառ տալու համար, որ իմ կյանքը նպատակ ունի։ Ռուբենը սեղմեց նրա ձեռքը։ Ես եմ շնորհակալ։ Քո ուժի համար։ Ինձ սովորեցնելու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Ինձ երկրորդ հնարավորություն տալու համար։ Ես քեզ սիրում եմ, մայրիկ։ Ավելի շատ, քան որևէ բառ կարող է արտահայտել։ Եվ ես քեզ եմ սիրում, որդիս։ Միշտ սիրել եմ։ Նույնիսկ ամենամութ պահերին այդ սերն էր, որ ինձ կենդանի էր պահում։ Հույսը, որ մի օր դու կգայիր։ Եվ դու եկար։ Դու միշտ գալիս ես։ Դու այդպիսի որդի ես։ Նրանք դիտեցին, թե ինչպես է արը լիովին մայր մտնում, տեղը զիջելով գիշերվա առաջին աստղերին։ Եվ այնտեղ, խաղաղության սիրո այդ կատարյալ պահին, Ռուբենը, տիկին Գոհարը գիտեին, որ գտել են այն երջանիկ ավարտը, որը նրանցից ոչ մեկը հնարավոր չէր համարում։ Դա հեքիաթների ավարտը չէր, առանց խնդիրների կամ մարտահրավերների։ Դա ավելի լավ բան էր։ Իրական էր։ Իրենցն էր։ Եվ բավարար էր։ Տիկին Գոհարը վերադարձավ իր բույսերը խնամելուն, ցածրաձայն մի հին երգ երգելով։ Ռուբենը ժպիտով նայում էր նրան, զգալով մի լիություն, որը ոչ մի գումար երբեք չէր կարող գնել։ Եվ մինչ քաղաքը շարունակում էր իր կատաղի ռիթմը ներքում, այնտեղ, այդ պատշգամբում, ժամանակը կարծես այլ կերպ էր շարժվում։ Ավելի դանդաղ։ Ավելի նշանակալի։ Ավելի մարդկային։ Եվ Ռուբենը, ով մի ժամանակ կայսրություն էր կառուցել, փորձելով աշխարհին ապացուցել իր արժեքը, այժմ հասկանում էր, որ միշտ արժեք է ունեցել։ Ոչ թե նրա համար, ինչ նվաճել կամ կուտակել էր, այլ պարզապես նրա համար, ով ինքն էր։ Սիրելու, փոխվելու, աճելու ունակ լինելու համար։ Մի արտասովոր կնոջ որդի լինելու համար, ով նրան սովորեցրել էր իր սեփական տառապանքի գոյատման ճանապարհով, ուժի, ներման քավության իսկական իմաստը։ Ռուբենի տիկին Գոհարի պատմությունը, իհարկե, այնտեղ չէր ավարտվում։ Դա ընդամենը նոր գլխի սկիզբն էր։ Բայց դա հույսով, նպատակով մի սիրով լի սկիզբ էր, որն ապացուցել էր, որ ավելի ուժեղ է, քան ցանկացած խավար։ Եվ երբեմն դա ամենաերջանիկ ավարտն է, որը կարելի է սպասել։ Ոչ թե սպիների բացակայությունը, այլ այն վստահությունը, որ դրանք վերածվել են ինչ-որ գեղեցիկ բանի։ Ոչ թե անցյալի մոռացումը, այլ ավելի լավ ապագա կառուցելու ուժը։ Ոչ թե կատարելությունը, այլ ներկայությունը։ Ոչ թե անպարտելիությունը, այլ մարդկայնությունը։ Եվ այսպես, մինչ Երանի լույսերը սկսում էին թարթել գիշերվա մեջ, լուսավորելով հսկայական մետրոպոլիան, Ռուբենը տիկին Գոհարը մնում էին իրենց փոքրիկ պատշգամբում, իրենց փոքրիկ այգում, ապրելով իրենց փոքրիկ մեծ կյանքը։ Եվ դա կատարյալ էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռուբենի տիկին Գոհարի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք քավության, ներման ընտանեկան սիրո այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Գուցե դա տիկին Գոհարի ուժն էր, Ռուբենի փոխակերպումը, կամ ուղերձն այն մասին, որ պետք է գնահատել նրանց, ում սիրում ենք, քանի դեռ ժամանակ կա։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են խորել մեր սեփական ընտրությունների հարաբերությունների մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։